Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօր ես ակնկալում եմ ձեզանից բաց, անկեղծ զրույց, տեղ-տեղ ճնշող հարցեր կլինեն, նեղանալ չլինի, որ խռովել չլինի իրարից։ Ես այսօր փորձելու եմ ձեզ ավելի լավ ճանաչել։ Հետևաբար, եթե ես ճանաչեմ, կճանաչեն նաև մեզ հետևողները, ձեր ապագա ընտրողները։ Այդպիսի ակնկալիքով եմ ձեզ։ Միայն ուրախ եմ դրա համար, ու ինչքան շատ ճնշող հարցեր, այնքան ավելի լավ։ Շատ լավ, գնացինք։ Դե դուք որոշել եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչու որոշել եք ձայներ փոշիացնել, որոշել եք գնալ իշխանություն ձևավորել, այդ ամբիցիաները ունեք, թե չէ։ Ուրեմն ի սկզբանե ձայն փոշիացնելու օրակարգը դա ամենակեղծ եւ մանիպուլատիվ օրակարգն է, որը պարլամենտական կամ տիտղոսակիր ընդդիմության կողմից դրվել է շրջանառության մեջ, որի տակ որևիցե տեսականորեն անգամ հիմք բնականաբար չկա։ Մասնավորապես, երբ ասում են ընդդիմության ձայներն եք փոշիացնում, որովհետեւ ընդդիմադիր եք հանդես գալիս։ Այո, երբ ասում են ընդդիմության, պետք է ասել ընդդիմադիր ասելով ինչ ենք հասկանում։ Սա ամբողջությամբ այլ բան է։ Հասարակությանը տրամադրել են մի օրակարգ, որ դու ընդդիմադիր ես այնքանով, որքանով աջակցում ես տիտղոսակիր ընդդիմությանը։ Եթե դու տիտղոսակիր ընդդիմությանը չես աջակցում, ուրեմն դու ընդդիմադիր չես։ Ես ընդդիմադիրի եւ մենք, ոչ թե ես, այլ մենք ընդդիմադիրի վերաբերյալ ունենք ամբողջությամբ այլ պատկերացում, եւ այն մարդիկ, ովքեր իրենց որպես ընդդիմադիր են դիրքավորում, իրենք ընդդիմադիրի հետ որևէ աղերս չունեն, եւ ոչ թե միայն սուբյեկտիվ կարծիքով, այլ իրենց գործունեության հետևանքով արձանագրված արդյունքով, գիտական, պատմական, տեսական բոլոր հարթություններով, այսինքն սա նեղ սուբյեկտիվ կարծիք չէ։ Եվ ընդհանրապես ընդդիմադիր լինելը կամ մասնավորապես պարլամենտական ընդդիմություն լինելը, սա ազգային անվտանգության կարևորագույն եւ առաջնային բաղադրիչ է։ Պարլամենտական ընդդիմությունը, կրկնում եմ, ազգային անվտանգության առաջնային բաղադրիչ է, որովհետեւ պարլամենտական ընդդիմությունն է հիմնական երաշխավորը, որ պետք է կանգնեցնի կամ ձեռքերից բռնի իշխանության այն ժամանակ, երբ ինքը հակապետական եւ ապազգային քաղաքականություն է իրականացնում։ Դուք ընդդիմադիր եք, այսինքն եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Տեսեք, մենք մեզ համարում ենք իրական ընդդիմադիր, որովհետեւ ես կիսատ մնացիմ խոսքը։ Որովհետեւ ընդդիմադիր լինել չի նշանակում միայն Նիկոլ Փաշինյանին հայհոյել։ Դա ընդդիմադիր լինելու ընդհանրապես չափանիշ չի։ Թաղված, տականգիժված, այո, բնականաբար եւ ընդհանրապես այդ խոսույթները մեզ բավականին խորթ են։ Այդ խոսույթները գալիս են առաջ այն ժամանակ, երբ դուք չունեք բովանդակություն եւ այլ ասելու բան որպես այդպեսին կամ հակադրելու կամ առաջարկելու բան ընդհանրապես չեք ունենում։ Ընդդիմադիր լինել նշանակում է ունենալ ամբողջությամբ այլ օրակարգ։ Պատկերացումներ, աշխարհընկալում, ինչպես արտաքին քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ ներքին քաղաքականության վերաբերյալ, քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը տանող ճանապարհների վերաբերյալ պատկերացումներ, կամք դրանք իրականացնելու սկզբունքներ, նոր օրակարգեր, նոր որակ, նոր մշակույթ, նոր խոսույթ եւ ամենակարևորը նախկին եւ ներկա իշխանությունների կապանքներից զերծ լինելու հնարավորություն եւ կարողություն, թե ֆինանսական, թե բարոյական եւ թե մնացած այլ հարթություններում։ Շատ լավ, եւ թե գաղափարական։ Մենք դեռ կխոսենք այսօրվա ընդդիմադիրների արած չարածներից, որ հասկանանք ինչ լիազորություններ ուներ ընդդիմությունը, որ չարեց, ինչ կարող էր անել, ինչ լծակներ ուներ վերջին հաշվով։ Բայց վերադառնանք ձեզ եւ ընտրություններին ձեր մասնակցության նպատակներին։ Դուք չպատասխանեցիք իմ հարցին, ձայները փոշիացնելու եք, թե չէ, այսինքն դուք մտածում եք, որ 4% շեմը իրապես հավատում եք, որ հաղթահարելու եք, թե այդ ձայները հետո բաշխվելու են։ Այո, մենք 4%-ը, տեսեք, մենք 4%-ը անպայման հաղթահարելու ենք, անպայման։ Բայց եթե անգամ ինչ-որ մի ուժ այդ 4%-ը հնարավոր է չհաղթահարի, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկ ունի բարոյական իրավունք նրան ասի, որ մի մասնակցի։ Անգամ բարոյական իրավունք չունեն նման բան ասելու։ Շատ լավ, բայց ունեն իրավունք հասկանալու։ Ահա, բնականաբար, հիմա մենք երբեք մեր խոսույթում չենք ասել, որ մենք գալիս ենք իշխանության,
Մենք չենք ասելու մենք հավակնում ենք 51%, եւ ընդհանրապես մեր ամբողջ գործունեության ընթացքում դու գալիս եք ընդդիմություն լինելու։ Այո, տեսեք, հիմա ասում եմ, մեր ամբողջ գործունեության ընթացքում անկախ դրանից, որ այդ հնարավորությունը եւ կարողությունը մենք միշտ ունեցել ենք, քանի որ ունենք այդ եւ գիտելիքները եւ հնարավորությունները մասնավորապես քաղաքական եւ քաղաքագիտական, բայց մենք երբեք չենք գնացել պոպուլիզմի ճանապարհով, ասել բաներ, որոնք անիրատեսական են։ Մենք երբեք մեր ճակերտավոր փոքրությունը չենք փորձել թաքցնել մեծ խոսքերի կամ մեծ քայլերի մեջ։ Մենք հասկացել ենք, որ մենք պետք է քայլ առ քայլ անցնենք այս ճանապարհը, քայլ առ քայլ դառնանք ավելի կենսունակ, ավելի ուժեղ, ավելի ամուր եւ այսպես շարունակ։ Մենք ասում ենք, որ այս պահին մեր խնդիրը պարլամենտում լինելն է։ Ինչի համար։ Որովհետեւ մենք գործ ունենք այսօր փոխհամաձայնեցված խմբիշխանության հետ, որակապես այս իշխանությունը եւ պարլամենտական ընդդիմությունը նույնն են ամբողջությամբ։ Եվ ես բազմիցս ասել եմ, եթե տեղի չունեցավ ընդդիմափոխություն, իշխանափոխությունը երբեք հնարավոր չի տեղի ունենա։ Հետևաբար առաջի քայլը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը իշխանափոխության, դա ընդդիմափոխությունն է։ Եթե այլընտրանք մենք չենք կարողանում առաջարկել, հետևաբար երբեք չի լինելու իշխանափոխություն, եւ դրա վառ օրինակը մենք այսօր ենք տեսնում։ 21 թվականից մինչ օրս ենք տեսնում այլընտրանքի բացակայությունը, ինչի է հանգեցրել։ Լինելով պարլամենտում, դուք ունակ եք լինում մուտք ունենալ պետության բարձրագույն ամբիոնին, ձեր օրակարգերը, ձեր գաղափարները ավելի լսելի դարձնեք, լինեք ավելի ինստիտուցիոնալ, դրա դիմաց ստանալ հասարակության աջակցությունը, լեգիտիմություն ունենալ եւ շատ ավելի արագ գնալ փոփոխությունների, խորքային փոփոխությունների, քան ինչ որ մեկը կարող է պատկերացնել։ Սա ոչ թե մեր նպատակն է աշխատել ընդդիմություն 5 տարի։ Մենք խնդիր ունենք լինել պարլամենտում, ճեղքել այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունը, առաջարկելով նոր որակ, նոր օրակարգ, նոր մոտեցումներ եւ դրա դիմաց ստանալ հասարակության աջակցությունը, որից հետո այն խորքային փոփոխությունները նոր սկիզբ կառնեն եւ կգնան երկրաչափական պրոգրեսիայով։ Մեծ է գայթակղությունը հակադարձելու ձեզ, հակաճառելու, ասելու ոչ այդպես չէ, բայց կդիմադրեմ այս պահին այդ գայթակղությանը եւ հաղորդման երկրորդ հատվածում դրան անդրադառնամ հիմա ընտրություններին էլի ձեր մասնակցության հետ կապված 2021-ի խորհրդարանական ընտրություններին դուք չմասնակցեցիք, ասացիք, որ պատերազմի սպառնալիքը ավելի առաջնային է, պատերազմի սպառնալիքով եք ամենայն դեպս դա բացատրում չեք ոչ տենց չի, այդպես չի եղել 2021 թվականին մենք գրանցել էինք կուսակցությունը, այսինքն կուսակցությունը ստեղծված եւ հիմնադրված էր, բայց մենք 19 ստեղծված էր, բայց 21 թվականին 21 թվականին կուսակցությունը ստեղծված էր, բայց մենք ասացինք այդ ժամանակ ընտրություններին մասնակցելը կլինի ինքնանպատակ, քանի որ մենք նոր ենք գրանցվել, մենք դեռ ինքներս ունենք բավականին ճանապարհ անցնելու, դառնալու ավելի ինստիտուցիոնալ, ավելի քիչ թե շատ կայացած, թեպետ այս ճանապարհը երբեք ավարտ չի ունենում, բայց այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ մենք այս պահին ընդհանրապես պատրաստ ենք ընտրություններին եւ մենք ունենալով բազմաթիվ առաջարկներ այդ ժամանակ ընտրության մասնակցող գրեթե բոլոր ուժերից, բոլորին մենք մերժել ենք, ոչ թե ասելով մենք լավն ենք, դուք վատն եք, այլ ասել ենք մենք այս փուլում պատրաստ չենք եւ մենք չենք մասնակցում եւ այն քիչ ուժերից ենք եղել, ովքեր գրանցված են եղել եւ որևիցե կերպ մասնակցություն չեն ունեցել։ Բայց դրանից հետո այս ժամանակահատվածում արդեն շատ չանցած դուք մասնակցեցիք քաղաքապետի ընտրություններին։ Շատ չանցած չէ, 2 տարին քիչ թե շատ ժամանակ էր, որը մեզ հնարավորություն տվեց կրկին քիչ թե շատ կայանալ, բայց այդ ժամանակ մենք մասնակից ենք եղել բոլոր քաղաքական իրադարձություններին, բոլոր իրավիճակներում մենք ունեցել ենք կարծիք եւ բոլոր իրավիճակներում մենք արել ենք հստակ քայլեր նաեւ գետնի վրա։ Իդեպ այնպիսի քայլեր, որտեղ մարդիկ ոչ միայն վախեցել են անգամ նման քայլ անել, այլ նույնիսկ դրանից հետո ջանք ու եռան չեն խնայել, որ այդ քայլերը նսեմացնեն կամ ցածրացնեն եւ դեռ փորձեն վարկաբեկել։ Օրինակ Աղավնոն։ Աղավնոյի օրինակը բոլորը ասում են, գիտեք ինչ, Աղավնոն, Հայրենիք եւ այլը, ասեցինք, ես իմ ընտանիքով, հասկանում եք, իմ ընտանիքով։
Փոքր աղջիկս այդ ժամանակ 6 ամսական էր, մեծ աղջիկս 2 տարեկան չկար։ Ես ասեցի, ես իմ երեխաների հետ գնում եմ աղավնո, որպեսզի իրավունք ունենամ մեր աղավնոյի հայրենակիցներին, ասել որ դուրս մի եկեք, որ մեր բնակիչները չասեն դուք եկել եք ամեն վարքյան կարող եք գնաք, իսկ մենք մեր ընտանիքներով ենք։ Այդ պատճառով եմ գնացել։ Ովքեր գալիս էին աղավնո, ես ասում եի, որ լուծումը կա, գոնե առժամանակ այս process-ը խոչընդոտել եւ երկարաձգել, իսկ այդ երկարաձգումը նաեւ տալու էր մարդկանց կարևոր պատկերացում, որ ամեն ինչ չի, որ իրենց փոխարեն որոշված է։ Իրենք կարող են գործընթացների վրա ունենան ազդեցություն։ Եվ այդ նվազագույնը անենք, ես համոզված եմ, դրանից հետո շատ ավելի այլ ճանապարհներ կլիներ։ Ձեր ճանաչած բոլոր գրեթե քաղաքական ուժերից բազմաթիվ ներկայացուցիչներ եկան եւ գետ մեկը չեղավ, որ ասեր իմ արած քայլի մեջ կա պոպուլիզմ։ Ես հանրային իմաստով չէի բացում բոլոր քարտերը, բայց մարդկանց ասում եմ, որ սրա մեջ կա հստակ ռացիոնալ հաշվարկ եւ ոչ թե պոպուլիզմ։ Դրա համար ես իմ ընտանիքով մեկ է։ Իսկ այդ մարդիկ բոլորը գալիս էին։ Ասում են դու չես պատկերացնում ինչ վտանգավոր է 180 աստիճանով շրջափակված եք ադրբեջանցիներով ամեն բան կլինի եւ այլ եւ այլն։ Ասել ասեմ, հիմա դուք եկել եք, որ ինձ ավելի լավ բացատրեք իմ քայլերը կամ թե ես ինչ բարդ իրավիճակում եմ, բա դուք ասում եք Արցախը եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ժամանակներով նշաձող սահմանվեց, որ եթե մի բան ասում եք ձեր համար արժեք է, դուք պետք է ասեք ինչ եք պատրաստ դրա համար զոհաբերել։ Տանը եթե դուք պատկերացնում եք պետք է Facebook-ով գրառումներ անել դրանով իրականացնել քաղաքականություն, այդպես չի։ Իշխանությունը ասում է Բերձորի միջանցքը հանձնում է։ Ռուսական կողմը ասում է ինձ որպես այդպեսին ընդհանրապես էական չէ։ Ուզում եք հանձնեք, ուզում եք մի հանձնեք, ես տեղից դուրս կգամ 5 կիլոմետր այն կողմ կկանգնեմ։ Հիմա հասարակությունը ասում է ես համաձայն չեմ դրան։ Գոնե ինչքանով մենք ենք պատկերացնում։ Հիմա ասում եմ այդ համաձայն չեն։ Ինչպես է արտահայտվում Facebook-ում գրառում իրականացնելով, ինչպես է արտահայտվում ձեր դեմ լինելը դրան։ Քաղաքականությունը Facebook-ում գրառում իրականացնելու մասին չի, եւ դա է պատճառը հիմնական, որ մարդիկ քաղաքականության զբաղվելու միակ կարևոր պայման պատկերացնում են իրենց մեդիա ակտիվությունը։ Ով մեդիա ակտիվություն է ունենում որոշ չափով, ինքը իրեն պատկերացնում է որպես քաղաքական գործիչ։ Այս ժամանակ դրվեց ըստ էության, ինչպես արդեն նշել էի, նշաձող վերաբերմունքի, քաղաքական գործունեության եւ այլն եւ այլն։ Քանի որ այդ նշաձողը որպես այդպեսին հաղթահարել անգամ հնարավոր չէր տիտղոսակիր ընդդիմության կողմից, բնականաբար եք պատկերացնում, որ իր տաքուկ անկյունից պետք է վերկենար գետնի վրա process աներ, կամ առավելագույնը այդ process-ը մենք գիտենք, որ սահմանափակվել է օրինակ հրապարակում վրանների տակ, չգիտեմ, մնալով եւ այլն, այլ բաներ չասեմ։ Տեղի ընդդիմությունն ասում է լավ ծեծվել ենք, բանտերով ենք անցել եւ այլն, հա։ Դա իրականում, հա, շատ ուռճացված է, բայց այնուամենայնիվ ես իրական խնդիրն եմ ասում, որտեղ է երևում ձեր վերաբերմունքը։ 1. Դրանից հետո տեսեք 180 աստիճան ինչպես սկսեց խեղաթյուրվել։ Ասեցին Պետրոսյան Սուրենը գնաց եւ հանձնեց աղավնուն։ Պատկերացնեք սրանից ավելի մեծ անբարոյականություն պատկերացնել ուղղակի հնարավոր չէ։ Ու դա սկսեցին անել ճակերտավոր քաղաքական գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր իբր ազգային մարդիկ են եւ այլն։ Որովհետև քանի որ գործընթացը ի վերջո հաջողության չհասավ, մտածում են, այսինքն ձախողման դեպքում բնականաբար պետք է բաներ, թիրախներ գտնեն մարդիկ, ու քանի որ գործընթաց հաջողության չհասավ, ասեք հաջողության պայմանական ասած, ասեք հաջողության չհասավ, նաև արժանին մատուցելով, պետք է չի ձեր արժանին մատուցեք, ասեք հաջողության չհասավ, բայց ի՞նչ է նշանակում Պետրոսյան Սուրենը գնաց եւ հանձնեց աղավնոն, այսինքն աղավնոն մնում էր մեզ, ես գնացի եւ հանձնեցի, տեսեք սա աղավաղումը նայեք, կամ եթե այդ տեսանկյունից եք դուք մոտենում հարցին, 2022 թվականին ընդդիմության առաջնորդները հրապարակից բեմից ասում էին Զադնի դնողը Նիկոլ է մինչև չհաջողենք տուն չեն գնալու Զադնի դնողը Նիկոլ է ոչ միայն տուն գնացին այլ գնացին նույն ձևի շատ խելոք պարլամենտում աշխատեցին ընդդիմություն անգամ մանդատ չդրեցին իսկ դրան ինչ-որ մեկը ինչի որևիցե անադարձ չարեց բայց Սուրենը դարձավ աղավնու հանձնող իր ընտանիքի հետ ով իր մանկասակ երեխաների հետ գնացել էր աղավնու ասում էր ձևը այսպես է
ձեր վերաբերմունքը ցույց տալու եւ երաշխավորված կերպով գործընթացները փոխելու։ Ես բազմիցս ասել եմ, եթե ձեր տանը կամ ընտանիքին վտանգ սպառնար, մեկը գար ձեր տունը վերցնելու, դուք ունենալով անգամ 0.1% շանս հաստատ կպարկեիք մուտքի դիմաց եւ ամեն ինչ կանեիք, հույս ունենալով, որ այդ տունը կարող է ձեր պայքարի միջոցով ձեր ձեռքից չխլեն։ Բայց երբ որ ամեն օր լալահառաջ արտահայտություններ եք անում, մեր Արցախը, մեր հողը, մեր ինքնությունը եւ այլն, դուք անգամ չեկաք 5 հոգով ուղակի մնաք այնտեղ ասելով, որ ես ապահովում եմ ձեր կեցությունը, ուտելիք եմ տալիս, տունն ենք գյուղացիների հետ պայմանավորվել տալու։ Ոչ մի բանի խնդիր չունեք, ուղղակի եկեք մնացեք։ Բայց բոլորը եկաք ասեցիք, գիտես ինչ վտանգավոր է այստեղ, դու ուղղակի լավ չես պատկերացնում, րոպե շուտ պետք է այստեղից գնալ։ Հասկանում եք, սա է որակը։ Ինչ պայքարի մասին է խոսքը։ Լավ, դուք հիմա ինչու եք սա ասում, որ ընդդիմադիրները վատն են, ընդդիմադիրները զադնի դնող են, ընդդիմադիրները իրենց խոսքի տերը չեն, Նիկոլ են, ինչպես ասացիք դուք։ Ես չեմ ասել, իրանք են ասել։ Հա, իրանք են ասել, դուք մեջբերեցիք։ Ինչու եք դա հիմա ասում, որովհետև դուք ուզում եք փոխել ընդդիմությանը, բայց չեք ուզում փոխել իշխանությանը։ Տեսեք, մենք որ խոսում ենք ընդդիմության եւ մնացածի մասին, այսինքն ձեր հարցի իմաստը նաեւ սա էր, որ հնարավոր է դուք ձայներ փոշիացնեք, այնինչ կարող եք ընդդիմությանը միանալ կամ աջակցել կամ չմասնակցել եւ այլն։ Դրա համար հիմա ես ձեզ նաեւ հիմնավորեցի, նաեւ մի օրինակով հիմնավորեցի, որ մենք գործ չունենք ընդդիմության հետ։ Հայաստանի Հանրապետությունում չկա ընդդիմություն, կա իշխանության հենարան պարլամենտական կազմակերպություն։ Եվ սա ամենևին վիրավորական խոսքեր չի, հավատացեք, իմ խնդիրը որևիցե մեկին վիրավորելը չի ընդհանրապես։ Եվ ես ասելով ներողություն ընդդիմափոխության մասին, ես չասեցի մեր նպատակը ընդդիմափոխությունն է։ Ես ասեցի ընդդիմափոխությունը անհրաժեշտ ոչ բավարար քայլն է, այսինքն իշխանափոխությանը տանող կարևորագույն քայլն է։ Հա, ասում եք հələ ինձ ընտրեք, ես գամ մի քիչ էլ ազգային ժողովի ամբիոնից ես ելույթներ ունենամ, տենց մի քիչ ռեյտինգ հավաքեմ, դիվիդենդներ, բաներ հավաքեմ, այն մի ընտրություններին մի 5 տարի սպասեք տենց, այն մի ընտրություններին ես կփոխեմ իշխանությունը։ Ես նման բան չեմ ասել։ Բա որ ասում եք ընդդիմություն պետք է փոխվի։ Ես իմ խոսքի սկզբում ասացի, հիշում եք, ասացի ես դրանով նպատակ չունեմ գալ 5 տարի ընդդիմություն աշխատել։ Հիմա ո՞նց հասկանանք ձեր նպատակը։ Հիմա շատ բարձ ասում եմ։ Պարլամենտում լինելով դուք ունենում եք ամենակարևոր եւ բարձրագույն հարթակը Հայաստանի Հանրապետության։ Ձեր ձայնը շատ ավելի մոտից կարողանում եք խոսել, ձեր ձայնը շատ ավելի լսելի է լինում։ Երբ որ դուք ինստիտուցիոնալ կերպով ներկայացված եք լինում, ձեր հնարավորությունները ոչ թե տասնապատիկ, այլ հարյուրապատիկ ավելի լայն են լինում։ Լավ, ձեզ ավելի շատ մարդիկ լսեցին, չգիտեմ, հմեկ նայողներն էլ լսեցին։ Տեսեք, այո, մեր գլխավոր խնդիրը լեգիտիմություն ունենալ, այսինքն մեր առաջարկած օրակարգերի դիմաց ստանալ հասարակության աջակցությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետության լրջագույն խնդիրը, որը իդեպ եղել է անկախացումից ի վեր, լեգիտիմության ճգնաժամն է եղել, որը հիմնականում բոլոր արհավիրքների խնդիրն է եղել, չեմ ասում մինչև 2018-ն եմ ասում, 18-ից հետո կար լեգիտիմությունը, բայց կար միտումնավոր ապապետական գործունեություն։ Դրան չեմ անդրադառնում։ Այսօր էլ այդ լեգիտիմության խնդիրը Եվ բազմիցս ասել եմ, չի կարող ընդդիմությունը ունենալ ավելի ցածր լեգիտիմություն, բայց հավակնի իշխանափոխության։ Հնարավոր չի այդպիսի բան։ Հիմա սա գործիք է, որի միջոցով դուք նաև ունենում եք հասանելիություն հասարակությանը, ձեր օրակարգ ավելի լայն շերտերի ներկայացնելու եւ ստանալու այդ լեգիտիմությունը։ Այդ ոնց է իշխանություն ասում եք լեգիտիմություն ունի, բայց այդ իշխանության կազմակերպած, ասեք 18 չուներ, բայց 18-ից հետո։ Չէ, 18-ի իշխանափոխության կամ իշխանության հանձնման ժամանակ բոլորս գիտենք, որ 2018 թվականին եւ 19 թվականին իշխանությունը միակ երևի թե տարին, որ ուներ բացարձակ լեգիտիմություն։ Կարծում եմ դրա հետ որևիցե մեկը չեն վիճի, բայց խոսքը չի վերաբերում 20 թվական եւ 20 թվականից հետո։ Խոսքս վերաբերում է իշխանության հանձնման այդ ժամանակաշրջանին։ 21 թվին լեգիտիմ չէր էլ բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ։ Ինչ արեց կեղծիքներով ընտրվեց, բնականաբար ոչ, որովհետեւ այլ ընտրանքը այն դերակատարներն են, ովքեր որ կային։ Հասկացա։ Եվ այսօր էլ է իրականությունը։ Լավ, դուք քաղաքապետի ընտրություններին երբ որ մասնակցեցիք, մի տոկոս ձայն հավաքեցիք։ Ու ստացվեց որ փոշիացրիք ամեն դեպքում, չանցակ շեմը, անցողիկ ու այդ ընդդիմադիր ձայները փոշիացրեցիք։ Հիմա ո՞նց եք ասում, որ այս անգամ տենց չի լինի։ Այսինքն դուք կարծում եք, որ օրինակ մեր 1%-ն ա եղել խնդիրը, որ
Չակերտավոր անդիմությունը Մի չի տոկոս հավաքել։ դուք մի տոկոս են մի տոկոս Չակերտավոր էս դառնում է կլոր գումար։ Չակերտավոր չի հավաքել 50% կամ 60%, մեր 1%-ը խանգարել է, որ իրենք հավաքել են 10 քանի տոկոս։ Դուք կաթիլ եք եղել այդ ամբողջ դույլի մեջ, այսպես ասած։ Տեսեք, մեզ ընդհանրապես այդ իրավիճակը ընդհանրապես հետաքրքիր չի, եթե ինչ առումով, եթե մենք ունենանք եւ մենք կարծենք, որ կա անդիմություն, եւ նրանք որակապես անդիմություն են, մենք հաստատ կգնանք համագործակցության։ Իսկ ձեր ասածից, եթե մենք ելնենք, ստացվում է, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում որևիցե ուժ երբեք չպետք է ձևավորվի, որովհետեւ մենք սովոր ենք, որ ուժերը պետք է լինեն պրոյեկտներ։ Ով մտնում է դաշտ, միանգամից միլիոնավոր դոլարներ վրան ծախսված եւ միանգամից 15-20%։ Բա ուր մնաց մեր պարզ բանականությունը, բա ուժը պետք է մասնակցի ընտրությունների, հղկվի, թրծվի, ճանապարհ անցնի եւ դրա համար ունեն մենք այս իրավիճակը։ Միանգամից չկտրած ձմերուկի նման, միանգամից ի հայտ են գալիս մարդիկ շատ բարձր, այսպես ասած, ուրճացված լեգիտիմությամբ, որ որևիցե մեկը չգիտի։ Համաձայն եմ, ուժը պետք է անցնի ճանապարհ, դուք ինչպես նշեցիք 20 թվականին էիք, թե 21 ասացիք ձևավորվել ձեր ուժը, այսինքն մի 6 տարի անցավ, 6 տարվա ուժ եք մոտ։ Թե 21-ին ասացիք, հա, 20, եթե 21-ից հաշվենք, այո, 5 տարվա կուսակցությունը, դա բավականին մեծ ժամանակ է։ Բայց դուք այսպես քաղաքական դաշտում ձեր ակտիվությունը, եթե Բագրատ Սրբազանի շարժումը չհաշվենք, եղել է ընտրությունից ընտրություն, այսինքն դուք բա այս ընթացքում ինչ որ չենք տեսնում։ Նես տպավորություն, որ ձեզ ինչ որ մեկը դաշտ է նետում, կներեք այս բառի համար, ինչ որ մեկի դաբրոյով եք դուք գալիս եւ այդ ինչ որ մեկի ոչ դաբրոյով էլ կգնաք։ Տեսեք, ուրեմն միակ ուժը մասնավորապես նոր ստեղծված միակ, որ բոլոր իրավիճակներում ունեցել ենք հստակ կարծիք եւ դիրքորոշում եւ ունեցել ենք մասնակցություն, դա բացառապես մենք ենք եղել։ Բացառապես նաեւ դնելով նշաձող։ Կրկնում եմ, Աղավնոյից սկսած, ես այսօր թվարկեմ, Աղավնոն 1, 2023 թվականին Արցախի հանձնումից հետո, հայաթափումից հետո, անձամբ ես եւ իմ ընկերներն ենք կազմակերպել Արցախի պետական ինստիտուտների պահպանման հանձնախումբը, որը նաեւ այդ ժամանակ Արցախի ղեկավարության հետ է հանդիպել եւ մեր պարլամենտական ընդդիմության ջանքերով չեղարկվել է այդ ընթացքը։ Դրա նման ավելի կարևոր եւ մասշտաբային իրադարձություն, որ որևիցե մեկ անգամ ունակ չի եղել, թեկուզ փորձել են իրականացնել, արել են բացառապես մենք 22 թվական, 23 թվական այս ամբողջ ընթացքում միշտ եղել ենք ակտիվ, ունենալով քաղաքական դպրոց, նկարելով հանրային միտքը եւ օրակարգ բերելով նոր գաղափարներ, սոցիալական հոլովակներ, կարևոր տարբեր շերտեր եմ ասում, իրականացնելով տարբեր նաև գիտահետազոտական աշխատանքներ ու դրանից հետո նաև, տեսեք, 22 թվական, 23 թվական, 24 թվական էլ Տավուշի շարժումը, որը ոչ թե Բագրատ Սրբազանի շարժումն էր, այլ բացառապես դա սկսել եմ ես իմ ընկերների հետ, դա բոլորը գիտեն։ Դրա համար ասում եմ, անկախ տնայից որ լրատվամիջոցները ինչին են ծառայում, եթե ինչ-որ մեկը նվազագույն ճշմարտություն լսելու ցանկություն ունի, ես բոլորին հրավիրում եմ միասին տեսախցիկները լայվ միացնենք, լայվ ճանապարից իջնենք ոսկեպար, գյուղացիներին հարցնենք, ով է սկսել շարժումը, ոնց է սկսել շարժումը, եւ այն մարդիկ, ովքեր եկել են միացել են շարժմանը, ինչ պայմանով են միացել շարժմանը, եւ արդյոք ես եղել եմ երաշխավորը, որ իրենք մտնեն գյուղ քաղաքական շարժում իրականացնելու համար, թե չէ։ Հա, գիտեմ, այդ պետքա դուք էլի պատմել եք եթերներում, որ ասել են 200 հոգով ճանապարհները կփակենք եւ թույլ չենք տա, որ դաշնակցությունից որևէ մեկը մտնի այստեղ։ Դաշնակցությունից չէ միայն։ Երկրորդ նախագահի թիմակից չէին թողնում մտնել։ Այո, գնանք, հենց հիմա գնանք։ Իսկ դա ասում եք Տավուշում Բագրատ Սրբազանը չուներ այդ հեղինակությունը։ Ես չեմ ասում նման բան, ես ասում եմ այն բաներն եմ ասում, որը որ ասել եմ եւ նաեւ Բագրատ Սրբազանը ազատության մեջ եղել, այսինքն ես բառ ինձ թույլ չեմ տա ասելու ավել այն ժամանակահատվածում, երբ կալանքի տակ է Բագրատ Սրբազանը։ Ես ասում եմ ձեզ իրականությունը։ Ուզում եք ճիշտ իմանաք, եկեք լայվ միացրած գնանք։ Ոչ թե իրան որպես հոգեվորական թույլ չեն տալիս։ Ասում են քաղաքական հարցի շրջանակներում մենք թույլ չենք տալիս մտնի գյուղ, որովհետև եթե ինքը գա, իր հետևից գալու են դաշնակները, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, Սերժ Սարգսյանի կողմնակիցները։ Դրա երաշխավոր եղել եմ անձամբ ես, ասելով գիտեք, եթե ես կամ այդ մարդիկ չեն կարող լինել։
Եվ հենց դա է պատճառը, որ եթե դուք նայեք ապրիլի 13-ին ոսկեպարի հանրահավաքը բեմի վրա ոչ ոք չկան, կալ ես, Բագրատ Սրբազանը, գյուղապետը եւ մի քանի մշակութային եւ այլ գործիչներ։ Դուք համարում եք, դուք ընդունում եք, որ դուք դավաճանել եք Բագրատ Սրբազանին։ Ես։ Հա։ Տեսեք։ Ուրեմն ես երբեք կյանքում ոչ մեկի դավաճանած չկամ։ Կարող է ինձ ինչ-որ մեկը դավաճանել, բայց ես երբեք ոչ մեկի։ Ես մնացել եմ իմ սկզբունքների եւ գաղափարներին բացառապես հավատարիմ, բացառապես։ Այսքան ժամանակ որ Բագրատ Սրբազանը կալանքի տակ է եղել եւ հիմա գիտեք դատական գործով անցնում է, դուք գետ 1 անգամ իր հետ քանի որ ճանապարհ եք անցել, գետ 1 անգամ այցելել եք նրան կամ դատարան գնացել եք նրան տեսնելու, ձեր աջակցությունը հայտնելու, ինչու՞։ Որտեւ ես Բագրատ Սրբազանի հետ հունվարի 17-ից հետո որևէ նվազագույն կապ ընդհանրապես չեմ ունեցել, այսինքն եթե դա լիներ կալանավորումից հետո ես ձեր համաձայն կլինեի։ 2024 թվականի հունվարի 17-ից հետո նվազագույն կապ չեմ ունեցել ոչ էլ այդ թմի հետ ընդհանրապես։ Հետևաբար հունվարի 17-ը ինչ էր։ Հունիսի 17, հունիսի հունվար չէ ներողություն, հունիսի 17-ից հետևաբար դրա կարիքը ընդհանրապես չի եղել։ Ես Բագրատ Սրբազանին ամենալավն եմ ցանկանում, որ շուտ ազատվի եւ այլն, բայց դրա անգամ կարիքը չի եղել։ Բայց դա հարցի մյուս կողմն է։ Բայց դուք իր հետ ճանապարհ եք անցել, իր հետ իշխանապողության ծրագիր ունեիք, իր հետ, չգիտեմ, գնում էիք կառավարական ամառանոցներ, We are the champions էիք երգում, չգիտեմ, այսինքն այդ ճանապարհը անցնելուց հետո ո՞նց չեք մի անգամ այդ մարդուն գնացել դատական նիստին, հա, ներկա լինել ձեր ներկայությունը։ Ես դրա համար ասացի ձեզ։ Եթե ես նվազագույն կապ ունենայի, ես կամ մարդկանց հետ չունեք, որովհետև ընդհանրապես ու երկրորդը շատ ես այդ հարցին էլ դրա հետ էլ այդքան համաձայն չեմ ով է ում կողքին եղել ընդհանրապես դրա համար այլ բան չեմ պնդում ես ընդհանրապես դրա համար այդ հարցը այսպես ասեմ իմ համար ընդհանրապես փակված է բայց ելի եմ կրկնում այդ մանիպուլյացիաները որ Պետրոսյան Սուրենը միացավ շարժմանը եւ այլն ասում եմ յուրաքանչյուր մարդ հիմա էլ եմ կրկնում եկեք գնանք ոսկեպար գյուղով շրջենք ասենք ով է ընդհանրապես ստեղծել շարժումը ոչ թե շարժում ա եղել։ Այդ հիմա այդքան կարևոր է, ով էր ստեղծել, դափնիները ում վզին դնեն, չգիտեմ։ Չէ, տեսեք, մեծ նշանակություն ունի, որովհետև մանիպուլյացիան այդտեղից է սկսվում։ Պետրոսյան Սուրենը միացավ շարժմանը, նրան թույլ տվեցին միանալ շարժմանը, եւ հետո նա չգնահատեց այդ ամենը։ Այնինչ ես եմ բացառապես թույլ տվել միանան շարժմանը կամ չմիանան շարժմանը։ Բացառապես ոսկեպար եւ Կիրանցու մախոսքը գնում։ Լավ, բայց այդ դեպքերից հետո, եթե անկեղծ ձեր, այսպես հեքիաթային անհետացումը Բաղրամյան պողոտայի վրայից հունիսի 12-ի իրադարձությունների օրը լիքը հարցեր առաջացրեց, որոնց փակագծերը այնքան էլ դուք չբացեցիք։ Ես այսօր ակնկալում եմ, որ դրանց փակագծերը նաեւ մի քիչ բացեք, որ ես էլ լավ հասկանամ ինչ էր ի վերջո եղել, ի վերջո ձեզ ածընտարել էր, մշակել էր, ի սկզբանե ներդրված եք եղել, այս հարցերի պատասխանը ինչ եղավ այդ օրը հունիսի 12-ին դուք վդրուկ այսպես անհետացակ են կհիշեք այդ օրը պայթուցիկներ նետվեցին ցուցարարների վրա, Զարյա 3 կիրառեցին եւ այլն, այդ օրը դուք անհետացաք, բեմի վրա բան մարդկանց էինք մոտենում, հարցում էինք ուր Սուրեն Պետրոսյանը, ոչ մեկ չգիտեր դուք ուր եք, մտածում էին ԱԾ-ում եք ԱԾ-ից ասեցին չէ մեր մոտ չի, ուսան փնտրում էին Սուրեն Պետրոսյան, հետո հայտնվեց Սուրեն Պետրոսյանը, ասուլիս դրեցին, ասուլիսը չեղարկվեց, ինչու՞ սենց հեքիաթային ինչ բան հետո դուք գնացիք մեր ԶԼՄ-ներից մեկի տաղավար եւ որոշ բաներ պատմեցիք, ասացիք, որ Բաղրամյան պողոտայում սև մեքենայով եկել են, ձեր հետ ուզել են հանդիպել, հետո նստել եք այդ մեքենան, ձեզ տարել են Հրազդանի ուղությամբ։ Այնտեղ ձեզ ինչ որ ձայնագրություններ են տվել, զրույցներ եք ունեցել քաղաքական, այդ ձայնագրություններից, չգիտեմ, ձեր մոտ ինչ էր փոխվել, խնդրել եք, որ ձեզ տանեն Ծաղկաձոր։ Նման բան չեմ ասում, որ ձայնագրությունից ինչ որ բան է փոխվել, բայց ասեք։ Հա, դե որովհետեւ ինձ այնպիսի ձայնագրություններ էին ցույց տվել, որ ես բացահայտում էր դա ձեզ համար, այսինքն ինչ որ բան եք ձեր համար այդտեղ բացահայտել, ձեզ տարել էին Ծաղկաձոր, հետո դուք հայտնվեցիք մի խոսքով ու այդտեղ սկսեց կինոն մնացած։ Հիմա դուք ասեք, խնդրում եմ, ինչ էր, ինչ ձայնագրություններ էին ցույց տվել, որովհետև հետագայում, երբ որ նոր ձայնագրություններ Բագրատ Սրբազանի հետ կապած հայտնվեցին, դուք հայտարարեցիք, որ դա 5%-ն էր այն բանի, որը այն ձայնագրության, որը ԱԱԾ-ն ձեզ ցույց էր տվել։ Տեսեք,
Ուրեմն սկսեմ սկզբից, նախ շնորհակալություն այդ հարցի համար, երկրորդը բառերի մեջ Ուղղեք, եթե ինչ որ բան սխալ եմ ասել։ ճիշտ եղեք, մշակել եւ այլն, Հա, բայց հարց էի տալիս Հա, ուղղակի, որովհետեւ ես փոխանցում էի հանրային կարծիքները այդ իրադարձությունների հետ կապված։ Տեսեք, հիմա ձեզ ասեմ։ Ուրեմն շատ կարեւոր է, երբ մենք հարց ենք տալիս, հարցի հիմքում ընկած է ի սկզբանե մարդուն վարկաբեկելու մոտիվացիան, թե իրականությունը իմանալու։ Իրականությունը իմանալը։ Հիմա սկսենք այդտեղից։ Դրա համար մի քանի կարևոր հարցից սկսենք։ Ուրեմն ինձ ուղղված մեղադրանքները նրան են, որ գիտեք ինչ, ու մինչև հիմա չեն կողնորոշում, առևանգեցին, փախավ եւ այլն, ու ասում են շարժումը պարակտեց, իր գնալով պարակտեց, ու այդտեղ չեն կողնորոշվում։ Ասում են դու այդտեղ դերակատար չես, բայց ասում են դու գնացիր ու շարժումը պարակտվեց։ Այսինքն, երբ որ տակը ճշմարտություն չկա, այսպես հեղեղուկ վիճակներ է։ Համար հիմա ես մի քանի հարց եմ գալիս։ Այն մարդիկ, ովքեր իրականում անկեղծորեն մտահոգված են շարժումը, որը սկսել եմ ես եւ իմ ընկերները, թեպետ որը Բագրատ Սրբազանի շնորհիվ է թափ հավաքել անուն անկեղծության, ասենք, իր դերը այդտեղ հսկայական է։ Դրանում խոսք չկա։ Բայց ինչի նույն մարդիկ, նույն ջանասիրությամբ, նույն լրատվամիջոցները հարց չեն ուղղել, օրինակ, Բագրատ Սրբազանին կամ մնացածին ասելով, օրինակ, մայիսի 9-ին, երբ կար 60-50 հազար մարդ, 2018 թվականի չափ մարդ, որտեղ ամեն ինչ կարելի ասել արդեն ավարտված էր։ Ինչի մեկը հարց չուղեց, ասելով ինչի այդ մարդկանց ուղարկեցիք տուն մեկ։ Բազմաթիվ անգամ հնչեցվել է այդ հարցը։ Ես էլ եմ ուղղել։ Տեսեք։ Ուղղել, դա քննարկման առարկա չի եղել, դա ուղղվել է արարողակարգային։ Այդ քննադատությունը եղել է շարժման հետ կապված։ Տեսեք, հիմա երթականությամբ գալիս եմ, ոչ մեկ դա չսարքեց մատի փաթաթան։ Ես չեմ ասել, չէ՞։ Ես չեմ ասել։ Ես ձեր հետ հավասար բեմից լսել եմ իմպիչմենտի հայտարարությունը, որի մասին պայմանավորվածություն չի եղել։ Այո։ Մենք խոսել ենք բացառապես, որ օրակարգը հետևյալն է։ Այս իշխանությունը պետք է գնա, բայց նախքին որևիցե իշխանություն եւ նրանից ածանցյալ մարդիկ չպետք է վերարտադրվեն։ Բայց հանկարծ բեմից ձեր հետ հավասար լսում ենք, որ գնում ենք իմպիչմենտի։ Այսինքն այդ մարդիկ, ովքեր եկել էին, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, որ նաեւ չվերարտադրվեն նրանք, ամբողջությամբ այլ օրակարգի հնչեցվում։ Բայց մի րոպե, իմպիչմենտը ինչով է հակասում ձեր ասած թեզին, որ իմպիչմենտ անում են անվստահություն են հայտնում, որ գնա։ Պարլամենտական Բայց դա չի ենթադրում, որ պիտի նախկինը գա։ Անդիմության հետ։ Հա, պարլամենտը, ով որ պարլամենտում է, իրանք պիտի անվստահություն հայտնեին, դուք արտախորհրդարանական ուժերը չունեն այդ լծակը իմպիչմենտ անելու։ Այսինքն դուք մտածում եք, որ իմպիչմենտով էր հարցի լուծումը եւ եղավ։ Չէ, բնականաբար չեղավ, որտեվ իմպիչմենտ էլ չեղավ։ Ոչ, որտեվ իմպիչմենտ չէ, որտեվ այդ ժամանակ իշխանությունը բացարձակապես պատկանում էր մեզ եւ մենք որևիցե մեկի հետ հավասարեն խոսալու կարիք չունենք մանավանդ այն դերակատարների հետ, ում ժողովուրդը նույնչափ ատում էր, որքան իշխանությանը։ Եվ այնտեղ ուղղակի պետք էր ասել բոլորը դնում եք մանդատները։ Դնեին դրականներ, չդնեին ավելի դրականներ։ Եվ այստեղ ամենը գծած կար։ Բայց դա անցնենք մի կողմ։ Որևիցե մեկը չհարցեց իմպիչմենտի հարցը։ Ու մինչև այսօր որևիցե մեկը չի էլ հարցնում, երբ օրինակ տարբեր հանրապետականը Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիաները եւ այլ խոսում են իմպիչմենտի մասին, ոչ մեկ չի հարցնում, բայց այն ժամանակ երբ կար միասնական տեխնացու բոլորի կողմից բացառապես ընդունելի։ Բայց այդ իմպիչմենտը խի առաջ չտարակ։ Հանրային ճնշումն էլ աննախադեպ կար 2018 թվականի չափ։ Բայց հարցերը խիմ են լրատվականները ոչ մեկ առաջից չեն տալիս։ Ձեր տեղում ես վստահեցնում եմ բազմաթիվ ընդդիմադիրներ են նստած եղել եւ այդ հարցերը իրենց հնչեցվել են ամենակոշտ ձևով։ Հանրային իմաստով երբեք այդ խոսույթները չեն տարածվել։ Հիմա շարունակությունը։ Ինչի որևիցե մեկը չասեց դրանից հետո, ինչի համար եք այդքան մարդկանց էլի քայլացնում, սարքում դիմադրություն շարժում։ Ես չէի քայլացնում, չէ՞ վստահաբար գիտեք։ Բայց դուք 3-ից մեկն էիք։ Այո, ինձնից դուք լսել եք նման բան, քայլենք այստեղ, քայլենք այնտեղ։ Ես է դրա մեջ ես էլ եմ ասում, ես այդտեղ որևէ անգամ 0.1% այդ ժամանակ դերակատարություն առաջնորդը այդ ժամանակ 0.1 Բագրատ Սրբազանն էր քայլացնում։ 0.1% դերակատարում։ Համաձայն չեք ելնեք, ասեք համաձայն չեմ, քայլելու ստեղ ենք։ Տեսեք, դրա մեջ չէ։ Հիմա այդ ժամանակ ես որևէ հանրային հակառակ բան չեմ ասել, որպեսզի չստացի, որ ես դա պառակտում եմ։ Հա։ Տեսեք, այդ ժամանակ գնացել են Նիկոլ Փաշինյանի ամառանոց կամ չգիտեմ, կեցավայր, չգիտեմ ինչպես են ասում։ Հենց այն օրը
որտեղ մի ակորն եղել, որ Նիկոլ Փաշինյանը այնտեղ չի եկել, չի եղել, չի գտնվել։ Որովհետեւ մեկը հարց չի տալիս ինչպես ստացվեց այդ պատահականությունը։ Դուք էլ եք գնացել։ Մեքենայի վրա եք։ Հասկացա, ես էդ եմ ասում, բայց դրա ես էլ եմ ասում, դրա կազմակերպիչը մեկը ինձանից լսել է նման բան ես ասում, դա կազմակերպիչը Չգնայիք։ Դուք չգնուք կազմակերպիչներից մեկն եք։ Երեքից մեկն եք։ Եթե դուք չգնայիք, դուք մնայիք ձեր կողմնակիցներին ասեք, մնում ենք հրապարակում։ Ոչ միտեղ չենք շարժվում։ Մեր կողմնակիցները, այսինքն դուք ասում եք համաձայն եք, որ ես պարակտեի շարժումը։ Ասեի կա անհամաձայնություն, արշավի հետ Եթե վստահ համաձայն եք, որ դա զուտ հերթական ֆանարներով, այսպես ասած, տուր է լինելու։ Այսինքն դուք կողմ եք, որ պետք է պարակտվեր շարժումը այդ ժամանակ։ Այսինքն ես ասում եմ, որ շարժումը հաջողության հասցնելու համար այլ տարբերակ կար։ Հիմա շարունակություն լսեք։ Դրանից հետո հունիսի 12-ին 1 ամիս 3 օր պիկից անցած ժամանակ, երբ փողոցում երևի թե կա 1500-2000 հոգի մարդ։ Հենց այդ ժամանակ է ժողովուրդը որոշում գնալ դեպի պարլամենտ, ազգային ժողով, թեպետ ես այդ մոտեցմանը երբեք կողմ չեմ եղել ուժային որևէ լուծման, կտրականապես։ Բայց այդ օրը կազմակերպիչների կողմից կար ուժային լուծման տարբերակ։ Չէ, ընդհանրապես, այսինքն պարլամենտ գնալու։ Հա։ Այդ կապ չունի, որոշված եղել չի պարլամենտ գնալ եւ այլն։ Հիմա ինչ որ մեկը հարց չի տալիս, բայց եթե դուք իրականում ուզում եք պարլամենտի վրա գնալ, որ իմ համար անընդունելի է, ինչի՞ չէի գնում այն ժամանակ, երբ որ կար 50,000 հոգի, այլ գնացիք այն ժամանակ, երբ 1500 հոգի։ Դուք եք 1000 տեսեք 1500 հոգի ոստիկանային 1500 հոգի էլ դուք եք։ Ինչի համար։ Կամ դուք մտածում եք շարժման պիկը հունիսի 12-ն էր, որ ասենք, ոչ մեկ չգիտի, որ այդ շարժումը ես եմ սկսել իմ ընկերների հետ։ Ոչ մեկ ասենք չգիտի։ Ասենք ներդրված եմ։ Ներդրված մարդը վերջացած շարժումը, որտեղ 1500 հոգի է մնացել, այդ ժամանակա պարակտում, բա մայիսին, երբ որ ձեր ասած ժամանակ ես վերկենայի մայիսի 17-ին, 18-ին, վերկենայի ասեք, գիտեք, ինչ ես Քայլիերթի հետ համաձայն չեմ, այլ կասեն, տեսեք, տարել են, վերբովկա են արել, հիմա կեսից պատճառաբռնա եւ այլն։ Չի եղել այդ ամեն ինչը, որովհետեւ ես անկախ խորքային ամենախորքային անհամաձայնություններին, որտեղ խորքային եղել են հսկայական խնդիրներ, երբեք անգամ 1%-ով համաձայն չեմ եղել, ոչ այնտեղ դերակատարների մասնակցությանը, պարլամենտական անդիմության եւ այլ, բայց ես այդ ֆոնը միշտ պահել եմ, որ ինձնով այդ պարակտումը չլինի։ Իսկ հունիսի 12-ը շարժման վերջին օրը, որից հետո հայտարարում է, որ սկսվում է ինստիտուցիոնալ փուլը, ես ինստիտուցիոնալ փուլից հետո չեմ եղել։ Սա է սրա մեջ ամբողջ խնդիրը։ Հիմա եւ որևէ մեկը, հիմա պատճառն եմ ասում, այսինքն այստեղ չգիտեմ, պարակտելը, տանելը եւ այլն։ Ես ձեզ չեմ ասում, որ դուք պարակտել եք շարժումը, ես չասացի դա։ Դուք անդրադարձաք ձեր հետ կապված այդ հիմա հարցին կենտրոնալ։ Հիմա ինչ որ մեկը, օրինակ, նույն տրամաբանությամբ, ինչի՞ չի կենտրոնանում, ասի օրինակ մայիսի 11-ից 13-ը ուր էր Պետրոսյան Սուրենը։ Ինչի մեկը չի կենտրոնանում այդ հարցի վրա։ Մոսկվա չէ գնացել։ Հա, բայց ինչի դա չի շրջանառվում ընդհանրապես։ Շրջանառվել է։ Ոնց է շրջանառվում։ Մոսկվա չի գնացել մենակ։ Տեսակ անգամ դա չի, բայց հունիսի 12-ի խնդիրը մեկն էր բացառապես իրենց վերահսկողությունից դուրս մարդ, որ ունի քիչ թե շատ ճանաչողություն, քիչ թե շատ համբավ, չպետք է այդ տապալված այլևս շարժումից դուրս գա մաքուր։ Եվ հենց դա վերջի օրը իդեալական կազմակերպված է եղել, իդեալական։ Հակառակ դեպքում ես պատճառներն եմ ասում։ Այսինքն իրենք էին այդ ԱԱՑ-ի մեքենան ուղարկել, որ ձեզ տանեին։ Չէ, ես ասել եմ միայն իրանք, ես ասում եմ դրա համար պատահական չեմ, որ ես ձեզ ասում փող համաձայնեցված խմբի իշխանություն։ Ես այդ խոսքը երբեք պատահական չեմ ասում։ Այսինքն ԿՊ-ն անդիմության հետ, պարլամենտական անդիմության հետ։ Ինչի մասին է խոսքը։ Դա իմ նույն խաղն է խաղում ժողովրդի գլխին։ Այսինքն իրոք մտածեք, որ ժողովուրդը դա չգիտի։ Իմ գործոնի մասին չեմ ասում։ Իրոք մտածեք, որ ժողովուրդը չգիտի, որ պարլամենտական անդիմությունն ու իշխանությունը մեկ մարմին են։ Դուք իրոք այդ կարծիքին եք։ Ուզում եք եկեք իրար հետ համայնքներով պատտվենք, գյուղերով պատտվենք, ոչ թե որ կամերաներով եւ այլ մարդիկ այլ բան կասկածեն։
ոչ պաշտոնական հագուստներով եւ այլն։ Եկեք պատտվեք, տեսնեք։ Ասում եք ինչի՞ չեք ասում, որ մայիսի 11-ից 13-ը ես ուրեի, ասում են հունիսի 12-ին դուք ուրեիք, որովհետեւ հունիսի 12-ին ցուցարարները ենթարկվեցին ուժային կառույցների կողմից, պայթուցիկների, վնասվածքներ ստացան եւ այլն, եւ այդ ֆոնի վրա ձեր բացակայությունն էր թռնել գործից, ասենց ասած էլի, ու դրա համար են ձեզանից հենց այդ օրվա հետ կապված բացատրություն ուզում, դες չեն ասում դու։ Այդ դրա համար եմ ասում, այդ դեպքը տեղի չունի, այդ դեպքը տեղի ունեցել մինչև մոտ 1 ժամ առաջ, մինչև այդ ամեն ինչը սկսելը, որը որևիցե մեկ անգամ չգիտեր տենց բան լինում է, թե չի լինում։ Իսկ այդ նույն հաջողությամբ պատահականություններ, որ Ձեզեկան Բաղրամյանի վրայից տարան ու տենց բան եղավ։ Նույն հաջողությամբ ապրիլի 23-ին, երբ ոտխոզը փակել էի կրկին ես իմ հորդորով, երբ որ այդտեղ եղավ դաժան ծեծ ոստիկանների կողմից, այդ ժամանակ նաև ձերբակալվեցի ես։ Ոչ մեկի մոտ ինչի հարց չառաջացավ, որ այդ կարկառուն ընդդիմադին ովքեր միջև այդտեղ էին, որևիցե մեկը չկար հանկարծակի այդտեղ։ Ոչ ծեծի ժամանակ, ոչ դա նկարվեց ընդհանրապես այդքան լրատվականների ներկայությամբ։ Դե ձեր հորդորով էր փակվել, դուք այնտեղ էիք, ընդդիմադիրների հորդորով չէր փակվել, մյուսների էլի նկատի ունեմ։ Այսինքն եթե իմ հորդորով էր փակվել, ընդդիմադիրները իրավունք ունեին ճողոպրել այդտեղից։ Այսինքն այդտեղ էին, հետո թռել են։ Բնականաբար։ Ով էր այդտեղ ընդդիմադիրներից։ Չէ, անուններ տվեք հասկանանք, որովհետև ես չեմ հիշում այդ օրը, այդ դեպքերի ժամանակ ով ա եղել, որ ապրիլի 23-ին եմ ասում։ Ուզում եք ես ով էր ընդդիմադիրներից, որ այնտեղ էր, հետո անունները այդ բռնության ժամանակ թռել է։ Ինձ անուններ, ես անուններ չեմ ասել, ինձ այդ անունները տալի, բայց եթե դուք ուզում եք ասել, եթե ուզում եք ասել, էլի եմ ասում նույն շրջանակում։ Խնդրում եմ եկեք գնանք ոսկեպար, որտեղ այնտեղ 9 հոգին էլ ինձնից բացի 9 հոգի ձերբակալվածները եղել են ոսկեպարցիներ։ Բոլորը այնտեղ շատ լավ հիշում են, ով ա եղել այդտեղ, ով ա փախել, ով ա մնացել, ինչ արել եւ այլն։ Այսինքն գոնե նվազագույնը փախնելու մնացածի հետ կապված չի եղել միտեղ, որտեղ որ ես լինեմ, ու այդտեղից անգամ 1 րոպե հետ քայլարվի, դա տեսել են եւ Կիրանցի մեր բնակիչները, դա տեսել են եւ ոսկեպարցիները, եւ տեսել 1 րոպե չէ։ Ուր էր տարել, հրազդան տարել էր, ինչ էր արել։ Հիմա դրա համար այդ թեման, տեսեք, դուք այդ թեմայի ես ասել եմ, ուզում եք հիմա նորից բացեք։ Ես մի անգամ շատ էլի իդեալական պլանավորված, նաեւ այդ չեղարկումներ դրա հետ կապված, այդ մի խոսքով չեմ ուզում շատ մանրամասները խորանամ, շատ իդեալական դա պլանավորված էր, նաեւ այդ վարկաբեկման կարևոր քայլերից մեկն էր։ Բնականաբար ես ասում եմ, որ ես շատ սխալներ եմ գործել, հատկապես հասարակությանը չշփվելու, ճիշտ ձևով չշփվելու, տեղեկատվական եւ այլ։ Կարող է այս այդ process-ների մեջ շատ խորքային չեմ եղել, մինչեւ դա լավ չէի պատկերացնում մարդկանց որակի մասին մի քիչ այլ պատկերացումներ ունեի։ Այնուամենայնիվ ես այդ ծուղակը ընկա եւ ես այդ ծուղակի համար շատ շնորհակալ եմ։ Իմ ընկերներին եւ ընդդիմադիրներին եւ իշխանակը ճակերտավոր ընկերներին բնականաբար ընդդիմադիրներին, իշխանականներին շատ շնորհակալ եմ։ Դա այնպեսի կյանքի դպրոց էր, որ համոզված եմ մարդ կարող է 2 անգամ ծնվի, ապրի, այդ փորձություններով չանցնի։ Ես այդտեղ թույլ եմ տվել ընդամենը տեղեկատվական սխալ։ Այդտեղ ընդամենը, որտեղ ճիշտ չեմ հաղորդակցվել։ Որն էր սխալը։ Այդտեղ կապ չունի։ Ֆորմատից սկսած, ասելու ձևից, անկեղծության չափից եւ այլն։ Հիմա ինչը չեք ասել այն ժամանակ սխալ ա եղել, հիմա ասում եմ դրա համար։ Այդ թեման, որ ինքը այդ որպես այդպեսին ընդհանրապես կարևորություն չունի, ինչ իմաստով եմ ասում, որովհետեւ ինքը ոչ արդյունքի վրա է ազդել, ոչ բովանդակության, ոչ բանի վրա չի ազդել, բայց ել եմ ասում, այդ թեմայի ժամանակ X ժամանակահատվածում որ այլևս այդ սխալը չանեմ, այդ ծուղակը չընկնեմ լրատվականների, որոնք որ անընդհատ շեշտը դնում են դրա վրա։ Ես խոսեմ, իդեպ շատ փաստեր ինձ մոտ կա, փաստերով, որ եթե ինչ-որ մեկը կունենա առարկելու բան, խնդրեմ թող առարկի։ Ինչ փաստեր։ Փաստերով թե դա ոնց է իդեալական եղել կազմակերպված։ Դե մի հատ ասեք, փաստեր ցույց տվեք։ Իդեպ եմ ասում, երբ որ այդ ամենը կլինի ամբողջական, որ հանկարծ անիմաստ շարժումներ չլինի, որ A-ից մինչև F պատրաստ։ Այսինքն դուք ասում եք հետո կխոսենք։ Չէ, դա իմ համար ընդհանրապես նշանակություն չունի, որովհետև ես ինքս գիտեմ ինչ է կատարվում, ովքեր մարդիկ չգիտեն, պարոն Պետրոսյան։ Հասկացա, մարդկանց հետաքրքիր է դա այնքանով, որքանով որ անընդհատ դրա վրա շեշտադրվում արվում։ Ես այդ թեման հասկանալ լավ ինչ կատարվեց, դուք ինչի գնացիք, տարան ինչ ցույց տվեցին ձեզ։ Մարդիկ ասում են Սուրեն Պետրոսյանը ներդրված ա եղել, ինքնաժուչոկները դրել Բագրատ Սրբազանի տանը, սարքել է Բագրատ Սրբազանի գլխին, դրա համար էս հարցերը առաջանում են։ Ասում ենք, պարզ է, մարդիկ միշտ սեփական տապալման համար նվազագույն համարձակություն չեն ունեցել, ասել որ մենք ինչ ասեմ, տապալվել ենք։
Դրա համար միշտ մեղավորներ են պետք եղել։ Այդ մարդիկ ովքեր այդպիսի բան են ասում, նվազագույնը անբարոյական են։ Հիմա ես կուզեի, որ դուք նույն ջանասիրությամբ այն մարդիկ ովքեր նման բան են ասում, մեկն ու մեկին ասեիք, հարգելի անբարոյական։ Եթե դուք բառ եք ասում, դուք պետք է դրա համար պատասխանատվություն կրեք։ Ասում եք մարդու ներկայացնում եք ամենածայրահեղ եւ ծանր վիրավորանքը։ Ժուչոկ եւ այլն։ Նվազագույն փաստ կա թե ոչ։ Թե դուք սովորական շարքային անպատասխանոտ եք, նվազագույն փաստ։ Այ ձեր կարևոր դերը նաև այդտեղ կլներ մաքրել հանրային գիտակցությունը մանիպուլյացիա։ Իմ դերն այն է ձեզ հարցնել, ստանալ փաստեր, եթե դուք համոզեք, ես ձեզ տալիս եմ հնարավորություն, դուք հակառակը ասեք։ Դրա համար եմ ասում, որ սա չդառնա անիմաստ պոլեմիկա։ Ես դրա համար ասում եմ, որ ես դրան կանադառնամ, որ այն ժամանակ ախր դեմը ընտրությունները մարդիկ չհասկանան ձեզ ընտրել եթե մարդկանց այդ գործոնն է խանգարելու, խնդրեմ կարող են ձայն չտալ այդ գործոնն է խանգարելու։ Եթե մարդիկ չեն պատկերացնում, եթե մարդիկ իրոք այդքան էխի չեն պատկերացնում, որ 1000 ներողություն դա իմ մեղքն է, բայց չեն պատկերացնում, որ օրինակ եմ ասում, ներողություն այդ խոսքի համար, ինչպես այս մարդու գլխին սարքվել։ Մարդիկ բոլորը դա այնքան լավ են պատկերացնում, այնքան լավ։ Հիմա եթե այն մարդը դա չի պատկերացնում, ինքը ուզում է այլ բանի հավատա։ Ես այդ մարդուն եմ շնորհակալ, դու հավատա։ Բնականաբար ես չեմ ընկնելու արդարանալու։ Եթե ես արդարանալու կարիք ունենայի, այս ժամանակահատվածը հավատացած եղեք, բազմաթիվ բաներ կարդարանայի։ Ու նաև այնքան ներքին խոսակցություններից կբացեի փաստերով, որ մարդիկ լսելու շատ մարդկանց անգամ բարև չէին տա, որ իմանան ինչ խորքային համագործակցությունների մեջ են եղել ԿՊ-ի։ Ես անգամ այդ քայլին չեմ գնացել։ Սրբազան շարժման անդամների հաշվի առնելով շատ տարբեր հանգամանքներ, որ մեկի այդ հաց են կիսեի, վերջը փակ խոսակցություններ ա եղել, դրանք չի կարելի բարձրաձայնել եւ այլն։ Բայց այդ մարդիկ այս քայլերով ցույց տվեցին, որ իրենք նվազագույն բարոյականություն չունեն, նվազագույն, եւ այնպես են խեղաթուրում եւ այլասերում ամեն ինչ։ Բայց ի՞նչն է խանգարում այդ դեպքում։ Ինձ խանգարումն է, որ ես իրանցից մեկը չեմ ընդհանրապես։ Ինձ դա է խանգարում, ինձ խանգարում է իմ արժեքային տարբերությունը։ Դուք խոսում եք քաղաքական համակարգը մաքրելու մասին, դիմադերին։ Բայց դե ասեք, ասում եք ապրիլի 23-ին թռնողներ են եղել, ասում եմ անուններ չեք ասում։ Ասում եմ միացած քաղաքացիացեք չեք ասում, էլ էլի չեք ասում։ Եթե դուք ուզում եք հավաստիանալ այդ ամեն ինչի մեջ, ես ճանապարհը ցույց եմ տալիս, տեսեք, որ չլինի այնպես, որ ես ասում եք իրար հետ գնանք ոսկեպարծիները թող ասում եմ բառ, որի համար պատասխան չեմ տալիս։ Ասում եմ բառ, որի համար պատասխան եմ տալիս, այլ նաև ասում եմ մի ամբողջ գյուղ, ձեզ փաստի գյուղ։ Բայց ես ինչի չեմ շարունակում, դա որտեղ իմ խնդիրը անձերին վարկաբեկելը չի, ինչպես իրենց խնդիրն է եղել։ 2-3 շաբաթ քնում եւ արտանում էին, թե ինչպես վարկաբեկել Պետրոսյան Սուրենին։ Ու միևնույն ժամանակ ասել դե ինքը գիտեք ինչ դերակատար չի եղել։ Եղբայր, եթե ես դերակատար չեմ եղել, ամբողջ ձեր միլիոնանոց լրատվամիջոցները խի եք լծել 3-4 շաբաթ, որ բացառապես ինձ սարքեն խավության նոխազ, որ Պետրոսյան Սուրենը պարակտեր շարժումը։ Պետրոսյան Սուրենը մայիսին մարդկանց ուղարկեց տուն։ Պետրոսյան Սուրենը մարդկանց մի ամիս 3 օր ֆիզկուլտուրայի տարավ։ Պետրոսյան Սուրենը սարքել այն իրավիճակ, որ հունիսի 11-ին այդ իրադարձություններից առաջ վրանի տակ մարդկանց ասում են ով վաղը քանի հոգիա բերելու։ Պետրոսյան Սուրենը այդ վիճակին հասցրել։ Բայց Պետրոսյան Սուրենի պարակտում այդտեղ ո՞րն ա եղել։ Թե Պետրոսյան Սուրենը մեղ կներ, որ զրոյից այդ շարժումը ծնելա ու իմ մեղքով իմ ձեռքից դա տարվելա։ Իմ մեղքով ես եմ մեղավորը։ Իրանց ման ես խավության նոխազներ ման չեմ գալիս։ Ես մեղավոր եմ, պատասխանատու եմ։ Եվ ես գնացել եմ գյուղ եւ գյուղացիների ներողություն եմ խնդրել մեր։ Ասել եմ ներողություն եմ խնդրում, դուք աջակցել եք բացառապես այս օրակարգի համար, կապ չունի ես խաբվել եմ, եթե դա իմ մեղքն ա եղել։ Դա ձեր խնդիրը չի եղել։ Ու գյուղացիները դրա համար եմ ասում, եկեք գնանք տենանք մեր գյուղում։ Ինչ են ասում։ Իրանք այնքան լավ են դա հիշում ամեն մանոք, որովհետև մինչև Կիրանցից քայլելու պահը գրեթե գյուղի 30%-ը պայմանական ասում, բոլոր process-ներին մասնակից է եղել, ու միակ հենարան ու թեւուտիկունք իրենք են եղել։ Չունենալով նվազագույն ռեսուրս, զուտ մարդկանց այդ ազնիվ շփվելու շնորհիվ կարողացել ենք այդ ամբողջ հսկայական շարժումը գեներացնել, որը 5 տարվա մեջ անգամ դրա 20%-անոց շարժում չի եղել։ Հիմա մեր հանդիսատես, մեր լսողներին ասեմ, պատկերացրեք, եթե մենք ունենանք պարլամենտում այդ հարթակը ունենանք, ինչա հնարավոր կատարվի։ Դա շատ լավ պատկերացում են եւ նրանք։
Լավ, ԱԱԾ-ի հատվածին անդրադառնանք, ի վերջո ինչ ձայնագրություն էին ձեզ ցույց տվել։ Ես դրա մասին ես մի անգամ խոսել եմ, ելի եմ ասում, չեմ ուզում այդ թակարդի մեջ ընկնեմ նորից։ Դրա մասին ես խոսեմ, դա ընդհանրապես էական է, չի, որովհետև այն ինչի մասին որ խոսվել է, բոլոր մարդիկ տեսնում են շարժումը վերջում կերպափոխվեց, ինչի, ովքեր են շարժման հիմքում, ովքեր են կուրացիա անում այդ շարժումը, որտեղից էր ուղղորդվում, ինչ էր անում, եւ մարդիկ բոլորը դա իդեալական գիտեն, բոլորը։ Ի վերջո Եվ դենց դա էր պատճառը, որ այդ ամեն ինչից հետո, երբ որ շարժումը կրկին հավաքներ էր կազմակերպում, դեպի չգիտեմ 1000 հոգուց ավել մարդ չէր հավաքվում։ Ինչն էր պատճառը, Էլի Պետրոսյան Սուրեններ պատճառը։ Դե արդեն պարզ էր, որ խնդիր եղավ, պայթուցիկներ, Զարյա 3 կիրառեցին եւ այլն, Այսինքն երբ Զարյա 3 են կիրառում, դրանից հետո էլ մարդ չի հավաքվում։ Դուք, երբ որ այդ ԱԱԾ-ի այդ տանելուց հետո, երբ որ խոսել եք, դուք ասել եք, որ ԱԱԾ-ն ինձ այնպիսի ձայնագրություններ է ցույց տալի, այնպիսի փաստեր է բերել, որ ասել են, որ մարդիկ են զոհվելու եւ շարժումը այլ ուղղությամբ է գնում։ Ես ասել են մարդիկ են զոհվելու։ Ստես բան չեմ ասել, կարող ձայնագրություն նայեք։ Նույնիսկ կարող են մարդիկ մահանան եւ այլն, շատ սխալ ճանապարհով է գնում, այսինքն այնպիսի առաջարկ էր, որ դες ասեմ, որ այս շարժման հետևանքով կարող են մարդիկ մեռնել։ Կարող է նաեւ մարդ մահանա, որը այդտեղ այս շարժումը բնականաբար այլևս չկա, գոյություն չունի, մարված է, կարող է նաեւ մարդ մահանա։ Եթե մարված են, դուք ինչի են գալի ձեր հետևից։ Չգիտեմ, ես ասեմ, ինչ են ասել իրան։ Ու ասեմ ձեզ, ասեմ ավելի։ Այն ինչի մասին այդ ժողովրդախոսություն եղել է, դրա անմիջապես հաջորդ օրը Բագրատ Սրբազանին ակադեմիայի մոտ բացօթյա նստած մանրամասն պատմել եմ ինչա տեղ ունեցել, ինչի հետ կապված եւ այլն եւ այլն։ Մանրամասն, այսինքն այդտեղ անգամ գաղտնի չի եղել։ Դա անգամ եթե իմ հետ կապված ձայնագրություններ լինի, ես շատ ուրախ կլինեմ, որ ձայնագրությունները հրապարակվի, որովհետեւ ասել եմ այն, ինչը կա Բագրատ Սրբազանին, անկախ մեր հակասություններին քաղաքական։ Քանի որ մենք ֆորմալ նույն նավի մեջ ենք եղել, ես անգամ 1% գաղտնիք չեմ ունեցել, 1%։ Ու հետաքրքիր էր, որ ԱԱԾ-ի հետ կապված ձեր ձևակերպում, որ ԱԱԾ անունն չէիք տալիս ախր, դուք ասում եք վախենալու կառույց, որը նույնպես է։ Ես նման բան չեմ ասել, վախենալու կառույց, դա էլ են մեր իբր քաղաքական գործիչներից եւ այլս, ասին դա էլ խեղաթրել ոնց որ Աղավնոյի նման։ Ես ասեցի ուղղակի անկեղծանալ, ասի գիտեք, հարցրել եմ, ասել եմ, այս կառույցից է, ինձ ասեցին դու ասել ես այդպեսի բան, ամբողջը խեղաթյուրված է։ Ես որ հարցնում եմ, ասում են դու արդեն պետք է գլխի ինկաս լինեիր, ասում լավ, այն վախենալու կառույցը կատակով, ասում են այո։ Ու ես չեմ ասում հանեք ձեր վկայականները ցույց տվեք եւ այլն։ Լավ, ուսեք ենք թե հիմա ասենք այս վախենալու կառույցի անուն դնենք, չգիտեմ։ Հա, X կամ Y չես ասում բոլորս ասում ենք ու ասում ենք։ Այո, ես ասում եմ, այն ինչ որ եղել է։ Կարող եք նայել տեսնել։ Այնուամենայնիվ, դա իրականություն է։ Այսինքն դուք ԱԱԾ-ն չեք համարում վախենալու կառույց։ Ես ոչ մի կառույց։ կառույց չեմ համարում վախենալու։ Հա, որովհետև դա էլ էր էլի տարօրինակ քաղաքական ուժեք, եթե վախենալու, հա, ես եւս մեկ անգամ։ Ես չեմ ասել իմ համար, ես ասել եմ, ես ինչպես եմ հարցադրում արել, ես չեմ ասել իմ համար դա երբեք այդպեսին է։ Այդ հարցադրման մեջ բնականաբար կատակ եւ հենգրանք կա։ Հա, այդ կատակ էր։ Չէ, ես Ես չեմ ասել ամեն դեպքում այդպեսին։ ձայնագրության այդ հատվածը կգտնեմ եւ հաղորդման մեջ կտեղադրեմ, եթե դեմ չեք, անպայման գտեք, չէ, սիրով անպայման գտեք եւ տեսեք, ես ասում եմ դա իմ համար է այդպեսին, թե ոչ։ Շատ լավ, հիմա անդրադառնանք ընտրություններին։ Ի վերջո ով է կանգնած ձեր հետևում, ով է ձեզ ֆինանսավորում, որովհետև տեսնում եմ, որ լավ էլ տենց գրասենյակներ եք բացում, այսինքն փող կա մեջ է, ինձ մենակ համացանցային բան չի, արշավ չի, ով է ձեզ ֆինանսավորում։ Բացառապես մենք մեր ուժերով, բացառապես։ Ովքեր, մենք Բացառապես մեր թիմակիցները։ Բացառապես, որը շատ པարզ է, շատ տապացիկ է։ Թիմակիցները ինչ են, միլիոնատերեր են, ովքեր են։ Ոչ միլիոնների խնդիր կա, ուղղակի մենք սովորենք, որ քաղաքական գործընթացում պետք է բոլորը մասնակցեն աշխատավարձի դիմաց։ Մենք դրան ենք սովոր։ Մեր մոտ աշխատավարձի դիմաց գեթ 1 հոգի չեք դնի, որ կտեսնեք մեր թիմում է։ Գեթ 1 հոգի։ Պարզը դա անսովոր է, որ մենք տեսնում ենք ամեն կողմը շրջանառվող թվերը, ֆինանսները եւ այլը, գիտենք դրա համար մեծ ռեսուրսներ, ասեմ, ցես պետք չի, եթե դուք ունեք բովանդակություն, ունեք նպատակ։ Եվ եթե այդ նպատակի շուրջ եք հավաքում, ձեր կուսակցության անդամները ուրիշ տեղ աշխատում են, իրենց աշխատավարձը բերում ներդնում են, որ դուք գրասենյակներ բացեք, որովհետեւ ոչ միայն կուսակցության անդամներ կան, գաղափարակիցներ կան, ընկերներ կան եւ այլ կան, ու անպայման չի, որ միտեղ աշխատեն, մարդ կա բիզնես ունի, մարդ կա այլ կարողություններ ունի, որոնք որ ոչ թե թաքուն լատենտ չերևացող վարակույրի հետևում են, այլ ամենօրյա մեր հետ տեսախցիկների առաջ են ամեն օր։ Եվ հաշվետվություն լինելու է ենթադրում եմ։ Բնականաբար։
Եվ կհասկանան կոնկրետ ֆինանսները եւ գրավի իհարկե ու այնպես Իսկ ձեր հետևում ինչ որ օլիգարխ, ինչ որ ուժ, ինչ որ մեկը չկա։ Բնականաբար ոչ։ Եթե անգամ ինչ որ մեկը նման արտահայտություն անի, ինչպես են մյուս արտահայտություններն, խնդրում ասեք նվազագույն մեկը մի հատ փաստիր, axar ասելով չի։ Եթե մի բան ասում եք, այն էլ ժամանակաշրջանում ամեն ինչ այնքան པարզ ու հստակ է։ Մի փաստ պետք է ինչ որ մեկը բերի։ Բնականաբար ոչ, որովհետև մենք սովորել ենք, որ քաղաքականությամբ զբաղվում են աշխատավարձով։ Մեկը պատվիրում է քաղաքականություն, փողը իջեցնում է եւ մարդիկ կատխախում են դերեր։ Հենց նաեւ սրա դեմ է մեր պայքարը։ Հենց նաեւ սրա դեմ է, որովհետեւ մեր մոտ քաղաքականությունը բացառապես ընկալվում է որպես առևտուր։ Եվ այդ կարկառուն քաղաքական ուժերն էլ հասարակությանը դիտում են որպես ծախս, ընդամենը ծախս։ Ինչքան գումար կա, բաժանենք ըստ տեղամասերի, հասկանանք ինչքան ձայն կունենանք։ Մենք այս process-ին երբեք չենք Իսկ բոլոր քաղաքական ուժերը փող են բաժանում, այսինքն տենց։ Ես չեմ ասում փող են բաժանում։ Բա։ Ես ասում եմ նայում եմ ֆինանսի տեսանկյունից։ Հա, դուք ասել եք նաև որ դաշինք չեք կազմելու, այդ դեպքում ինչի չեք միանում, բոլորին դեմ եմ շարժմանը, որովհետև իրենք էլ են գրեթե նույն բաներն են ասում, որ դեմ են եւ ոչ նախքին ընդհանրապես նույն բանի մասին չկա, իրենց մոտ տեխնիկական խնդիրը որպես այդպեսին ընտրական օրենսգիր, եթե չեմ սխալվում, շատ խորքային ծանոթ չեմ, իսկ մեր process-ի հիմքում խորքային գաղափար, գաղափարախոսություն, մոտեցումներ, ճանապարհային քարտեզ եւ այլ, մենք տեխնիկական խնդիր ընդհանրապես չենք լուծում։ Այսինքն մենավոր ընկուզենու նման գնալու եք ընտրության մենակ։ Այսինքն որակը պայմանավորված է թե քանի հոգով եք ընտրության գնում, ոչ որակը պայմանավորված է ինչ օրակարգ ունեք, ինչքանով եք սպասարկում ձեր օրակարգը եւ ինչքանով եք վճռական ձեր օրակարգի մեջ։ Սա է որակը։ Այս քաղաքական դաշտի ամբողջ ներկապնակում չկա, գեթ մեկը, որի հետ կկարողանաք քիչ թե շատ համաձայնեցնել օրակարգերը եւ միասին շարժվել։ Մենք ասել ենք բացենք յուրաքանչյուր համագործակցության համար, եթե 4 կետի համապատասխանում են։ Նախկին իշխանություններից որևիցե կերպ ածանցյալ չեն, որևիցե կերպ։ Երկրորդը, ներկա իշխանություններից ածանցյալ չեն, հակառուս չեն եւ հակարևմտյան չեն։ Եթե այս 4-ը կա, մենք ցանկացածի հետ կարող ենք խոսալ։ Ցանկացածի հետ։ Մենք այդ խոսակցությունները, բանակցությունները չենք նախաձեռնել, բայց դա չի նշանակում, որ այդպիսի մարդիկ չկան։ Միասնության թևերն էլ է այդպես ասում, որ մենք Հայաստանի շահն ենք սպասարկում, ձեր ասած հակառուս չենք, հակարևմտյան ուժ չենք, չգիտեմ, այդ նույն սկզբունք, այդ ձեր ասած 4 սկզբունքները ինքն էլ ասում։ Շատ բաներ կա, որ ի սկզբանե մենք ասել ենք, հետո դա կրկնվել է, դրանում չի խոսում, շատ օրակարգեր կա։ Ինքնության օրակարգը, էլիտայի օրակարգը, այդ հակաները չլինելը, շատ բաներ կա, որտեղ մեծամտություն չլինի, բայց ժամանակագրությունով կարող ենք ցույց տալ, որտեղից է այդ օրակարգերը ծնվել ընդհանրապես, բայց այնուամենայնիվ իմ համար խոսքը այդքան կարևոր չի, ինչքան որ խոսքի եւ գործի իրական համընկնումը։ Սա է իմ համար կարևոր։ Ես որևիցե մեկին որևիցե կերպ վիրավորելու կամ պիտակավորելու կարիք չունեմ։ Երբ ես ասում եմ, որ մենք այս ճանապարհով չենք գնա, չի նշանակում, որ մենք լավն ենք, իրենք վատը, մենք ուղղակի այլ ենք, այլ կերպ ենք մտածում։ Կարող է իրենք են ճիշտ, ես չգիտեմ, բայց մենք շարժում ենք մեր համոզմունքներով եւ ոչ թե բացառապես ամեն գնով մանդատ ունենալու մոլեռանդությամբ։ Մենք այդ ճանապարհով չենք գնում։ Եթե մենք ինչ-որ մեկի հետ ուզենայինք կամ մտածենք, որ արժեքային համընկնում կա, մենք շատ շուտվանից ինքներս կնախաձեռնենք այդ հանդիպումը։ Մենք երբեք չենք ասի, գիտեք, ինչ բոլորը պետք է գան մեզ մոտ։ Նման բան չկա։ Նվազագույն համընկնում լիներ, մենք առաջինը մենք կնախաձեռնեինք, ասելով, գիտեք, ինչ սա բխում է հանրային շահից։ Բայց մեր տեսադաշտում այդպիսիք չեն եղել, որը չի նշանակում, որ այդպիսիք ընդհանրապես չկան։ Կարող է կան, բայց մենք չգիտենք, բայց այն մարդիկ ովքեր որ կան, մենք ուրախ կլինենք, որ իրենք նման առաջարկություն անեն։ Եթե մենք տեսնենք, մենք կանենք։ Դուք նախկիններից բողոքում եք, նախկին Չեմ բողոքում, ես արձանագրում եմ, ոչ թե բողոքում։ Հա, արձանագրում եք, նախկին համակարգից բողոքում եք, իշխանություններից բողոքում եք, ոչ դուք նախկին եք։ Ինչով։ Դուք նախկին պետական աշխատող եք եղել։ Այսինքն ով պետական ապարատում աշխատել է, բոլորը նախկին են։ Դե հա նախկին չեք համարում ձեզ։ Ինչով։ Ասացին, տրանսպորտի նախարարությունում եք աշխատել։ Տրանսպորտի նախարարությունում աշխատել եւ կարող է ազգի 30-40%-ը բյուրոկրատական ապարատում աշխատում, բոլորը նախկին են։
Դե այդպես է ստացվում։ Ոչ, նախին գիտեք ինչին է վերաբերում։ Երբ որ դուք քաղաքական որոշում կայացնող եք եղել, Հա։ քաղաքական թիմի անդամ եք եղել, քաղաքական պատասխանատվություն ստանձնող եղել եւ այլն եւ այլն։ Պետական ապարատում աշխատելը նախքին ընդհանրապես կապ չունի։ Երկրորդ էս պետական ապարատից դուրս եմ եկել 2016 թվականի վերջին, դա էլ արձանագրենք։ Իսկ ՀԿ-ից 2013-ի 2013 Նայեք, դուք ՀՀԿ-ի մեջ եք եղել, ասում եք նախքին չեմ, չգիտեմ, պետական ապարատում եք եղել, ասում եք նախքին չեմ։ Այս շատ լավ հարց եք տալիս, շատ։ Եվս մեկ անգամ դրա համար շատ շնորհակալություն։ Տեսեք, ինչն ամենահետաքրքիրը։ Այսօր ամբողջ դաշտում եթե նայեք, այն մարդիկ, ով ԿՊ падգամավոր են, այս ֆրակցիայից դուրս են գալիս, այստեղ, մյուսը այստեղ, օրը 5 անգամ ու падգամավոր քաղաքական պաշտոններ, որևիցե տեղ այդ հարցը չի բարձրանում։ Ես 13 տարի առաջ եղել եմ Երիտ թևի անդամ, հասկանում եք, այնա կենտրոն վարչական շրջանի։ Ոչ եղել եմ Երիտ թևի ղեկավար, կենտրոն վարչական շրջանի, ոչ ընդհանուր Երիտ թևի, ոչ մի բան։ Իսկ գաղափարները չեք կիսել, ուղղակի անդամատոմս եք վերցրել։ Ասում ընդամենը Երիտ թևի, չեմ ասում գաղափարներ չեմ կիսել։ Ես լինելով երիտասարդ տղա, ով ունեցել է պահպանողական գաղափարներ եւ այսօր այդ գաղափարների կրողն է։ Ես մասնակից եմ եղել այդ գործընթացի եւ տեսնելով որ կա բովանդակության, խոսույթի եւ իրականության մեջ հսկայական տարբերություն, մեր ճանապարհները բաժանվել են։ Այսինքն ստացվում է այն մարդ, ով երիտասարդության կամ պատանեկության տարիներին ինչ որ քաղաքական կազմակերպության անդամակցել է երիտասարդական ակտիվիստի կարգով, ինքն այլևս իրավունք չունի ոչ մի գործընթացի մասնակցել։ Չէ, ես ասացի, իրավունք չունի Կամ գործընթացի իմ նախկին մասնակցել։ լինել ինչով էր արտահայտվում։ Ես խորհրդի անդամ եմ եղել, որոշումներ եմ կայացրել, Երիտ թևի սովորական ակտիվիստ։ Երիտ թև 13 տարի առաջ մարդիկ 1 տարվա ընթացքում 7 կուսակցություն են փոխում, տեսեք հիմա դաշտում ինչա կատարվում։ Ինչ-որ անհասկանալի ձև ոչ մի շշուկ չկա։ Պետրոսյան Սուրենը 13 տարի առաջ ես ասում եմ, ես շատ ուրախ եմ իմ փորձի համար, որտեղ ձեռք եմ բերել ընկերներ եւ նաեւ սովորել եմ ինչպես չպիտի իրականացվի քաղաքականությունը։ Լավ, եթե այդ դուք այդ ասում եք նախքին չեն ու ասում եք որոշումներ չեն կայացրել, այդ դեպքում ինչ է ուժեղ Հայաստանին հարվածելու համար այսպիսի արտահայտություն անում, ասում եք ուժեղ Հայաստանը նախքին կոնյունկտուրայի միախառնուրդ է։ Ինչ նկատի ունեք այդ դեպքում, այս դեպքում։ Ինչն է հարվածը, գնահատան կատարելը հարված չի։ Բա ինչի համար եք այդ ասում։ Այսինքն, եթե ես իրականությունը Ինչ նկատի ունեք, նախկիններից այնտեղում եք տեսնում։ Ես տեսնում եմ այնտեղ բոլորին։ Բոլորը նախկին է։ Իհարկե, հարցը անձերը չեն միայն։ Կարևորը նաև անձերի հետևում կանգնած մարդիկ են։ Հա։ Բնականաբար։ Ում հետևում ում եք տեսնում այնտեղ։ Ինչու՞, այսինքն խնդիրը եթե ներողություն, հենց միայն մասնակիցը որ հետևում կանգնած է Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը նախին կոնյունկտուրայի ամենավառ ներկայացուցիչն է։ Ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման, եթե ձեր բանաձևը վերցնենք նախկինների։ Հարգանքով իր անձի նկատմամբ, չժխտելով որ նա բարեգործ է եւ այլն, իմ ասածը քաղաքականին է վերաբերում։ Ինչ որ մեկը դրանում այլ կարծիք ունի, կամ ինչ որ մեկը բանի համար եք ասում, այդ կոնտեքստ գոյություն ունի, էլի, դուք այն համատեքստում եք ասում, որ դե նոր չեն նախկիների կոնյունկտուրայի միախառնուրդը, այսինքն իրենք էլ են նախկին ժողովուրդյան։ Բնականաբար, ինչի մասն է խոսքը։ Այսինքն ինձ խնդրում եմ կարող եք ասել մի բան, որ տվյալ մարդիկ ուզեցել են Հայաստանի Հանրապետության համար անեն, ու իրենք այս ժամանակահատվածում ոչ ունեցել են իշխանական լծակներ, ոչ էլ կարողություն։ Իրենք ներդրումներ արել են, բայց որոշումների կայացման վրա ունեցել են ազդեցություն։ Քաղաքական որոշումների, ինչպես դուք նշեցիք։ Դա ձեր կարծիքը, իմ խորին համոզում բնականաբար։ Ես կարծիք չեմ հայտնում, ես հարց եմ տալիս։ Բնականաբար, ինչի մասն է խոսքը։ Ինչի մասն է խոսքը։ Իսկ ասում եք Սամվել Կարապետյանը իշխանություն է եղել, էլի։ Չէ, ասում ունեցել են իշխանական լծակներ, այսինքն եղել է մի հարց քաղաքական անգամ, որ ինքը ուզենար, բայց չլուծվեր Հայաստանում։ Դա ինձ մտածում եք բանը, Սուպերմենն է, հա։ Չէ, Սուպերմենի հարց, ես այդպես եմ կարծում, դա չի նշանակում ես իրեն վարկաբեկում եմ։ Ես ասում եմ, որ նախկին կոնյունկտուրայի իդեալական միախառնուրդ։ Ձեզ ասում եք ՀԿ-ի անդամ եք եղել, ասում եք նախկին չեմ, Սամվել Կարապետյանը ՀԿ-ի անդամ չի եղել, ասում եք այ ինքը նախկին է, ասենք շատ հակասական է։ Գիտեք, ես չեմ ուզում անձերին մեջ շատ մտնեմ։ Ես չեմ եղել, չգիտեմ, նախագահի աշխատակազմի ղեկավար երկար տարիներ, ՀԿ պատգամավոր,
Այդ ամեն ինչի մեջ առանցքայինից չեմ ուզում անուններն ուղղակի անդրադառնամ, դրանք ես չեմ եղել, որ այս անուններին չեմ անդրադառնում, դուք դա օգտագործում եք որպես թուլություն եւ մանիպուլացնում եք իմ խոսքը, բայց ախր այդ մարդիկ ու հիմար չեն, մարդիկ բոլորը գիտեն, չէ։ Ես եմ եղել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Ես եմ եղել падգամավոր ինչ որ ժամանակ ֆրակցիա ղեկավար։ Դե մասով Նարեկ Կարապետյանը Պետրոսի հյուրը անգամ լինելով բացատրեց, ասեց, որ համաձայնություն ունեցա եւ դուրս եկել։ Ոնց որ դուք եք քիչ առաջ ներկայացնում, ասում եք, որ պայն հասկացա, որ տարաձայնություն ունեի դուրս եկա։ Չէ, նույնը չի բնականաբար, պաշտոնների տարբերություն կա։ 13 տարի առաջ Երիթևի ակտիվիստ եղած երիտասարդը եւ 10 տարուց ավել քաղաքական պաշտոններ ունեցող մարդու մեջ նույնն է, հա, երևի տարբեր։ Ես չասացի նույնն է, բայց ասում եմ, որ ինքն էլ իմ խնդիրը, Ռևսիմե ջան, իմ խնդիրը ընդհանրապես իրենց ոչ վարկաբեկելն է, ոչ բան, ես ասում քաղաքական տեսանկյունից ամենայն հարգանքով իրենց արած ներդրումների նկատմամբ, իրենց բարեգործությունների մնացածի իմ խոսքը քաղաքականն է վերաբերում։ Չեն կարող նույն դերակատարներով նույն վարկագծով ունենալ այլ արդյունք։ Այն մարդիկ, ովքեր այսօր հավակնում են հասարակությունը փոխելու կամ պետությունը առողջացնելու, իրենք այս ողջ ժամանակահատվածում այդ հնարավորությունները ունեցել են։ Այդ նույն մարդիկ, օրինակ, ժամանակին չեն տեսել, որ Հայաստանում գյուղերը դատարկվում են։ Կա դեմոգրաֆիական խորքային ճգնաժամ։ Թե 25 թվականից հետո տեսան։ Էդ է ինձ հետաքրքիր։ 23 թվականին Արցախը, որ հայաթափվեց, դա խնդիր չէր որևիցե մեկը որ չարձագանքեց, այլ հակառակը Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության գնացին։ Բխի որևիցե մեկը չի բարձրաձայնում։ Որ ժամանակվանից նրանք գիտակցեցին, որ իրենք ընդդիմադիր են 25 թվականից իրենք բացատրել են, որ քաղաքական ոչ մի բանի չէին ուզում խառնվել, քանի դեռ մի անշարժ արտահայտության համար մարդուն չտարան կալանքի։ Այսինքն քաղաքականությունը պայմանավորված է բացառապես ինչքանով են իմ անձին դիպչում։ Տենց եմ հասկանում։ Դե ստիպեցին քաղաքականությամբ զբաղվել մարդուն, մարդը ասեց նպատակ չեմ ունեցել քաղաքականությամբ զբաղվել, ինչ կա այդտեղ։ Ուրեմն եկեք ազնիվ, ասեք ինձ դիպչել են։ Ինքը ասել է, այսինքն այդտեղ պահարակելի բան կա։ Եղեք ազնիվ, ասեք, որ ինձ ոչ թե հանրային եւ պետական շահն է հետաքրքիր, ինձ հետաքրքիր որ դուք իմ անձն եք վիրավորել կամ ինձ եք կպել։ Դե կարմիր գծեր է հատել, ասեց, այդ արտահայտությունը։ Իմ համար արդեն դա լրջագույն խնդիր է, թե ձեր համար կարմիր կապած չէ, եկեղեցու հետ կապած էր ընդ որում։ Իմ համար դա լրջագույն խնդիր է, թե կարմիր գիծը անձն է։ Ասում եմ եկեղեցու հետ կապած։ 2025 թվականի Արցախի կորուստը կարմիր գիծ էր, թե չէ։ Իդմոր դա էլ է խնդիր։ Բայց 2018 թվականին, երբ որ վեր ենք ենում, ասում էին նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումը, եկեղեցուն հավասարաչափ ուղղված էր այդ ժամանակ հարվածները, հիշում եք վեհապարին ոնց էին քաշում, կար արտահայտություններ։ Հա, բայց դա ինչ-որ խմբի կողմից էր եւ դա Փաշինյանը չէր ընդունում, որպես դա իր անձնական պատերազմ հայտարարված եկեղեցուն, դրանք տարբեր բաներ են, ընդ որում շատ կարճ տևեց։ Նորից եմ գալիս։ Մարտիկ մինչև այսօր, դա իրենց չի վերաբերում, բոլորին է վերաբերում, ովքեր կարկառուն ընդդիմադիրներ իրենց համարում։ Նորեն տեսնում որ գյուղերը հայաթափվում են։ Նորեն տեսնում որ Հայաստանը պատմության մեջ ամենախորքային դեմոգրաֆիական ճգնաժամի մեջ է հայտնվել։ Այդ գործարաններ կառուցելը, բա ինչու՞մն է խնդիրը եղել, մինչև հիմա գործարաններ չի կառուցվել ոչ մի գյուղում։ Ո՞րն է եղել խնդիրը։ Հայաստանի ճգնաժամը դա եղել կամ բոլորի հետ դուք ունեցել եք խորքային բարեկամական կապեր։ Մի հոգու մարդ ինչի՞ չեք ասել, որ չի կարելի այդպեսի բեսպրիձելի նման ձեզ պահել։ Ներողություն ես խոսքերիս համար։ Որ նաև հասարակության մեջ այդ անընդհատ լարվածությունը գեներացվել է։ Հիմա մարդիկ ասում ենք էլ բանում ենք Ստեփանակերտում ենք հիվանդանոց կառուցել, այն ժամանակ երբ որ դե հիմա ասենք մատնած ես ստացվում է այնպես որ ես շատ ոչ կոմֆորտ դիրքում եմ հիմա, որովհետև բնավ չեմ ուզում որևէ քաղաքական ուժի փաստաբանի դերը չեմ պաշտպանում, ես ուզում եմ ձեր խոսքերը խոցելի չլինեն։ Դուք այն ինչ ուզեցել եք անեք, ինչ ուզեցել եք անեք, հիմա էլ այն ինչ ուզում եք անեք, դուք դա անելու բոլոր հնարավորությունները միշտ ունեցել եք։ Այսինքն դուք ժամանակին կարող եք 200,000 աշխատատեղ օրինակ եմ ասում ստեղծել ու ձեզ իշխանությունը թույլ չի տվել, թե դուք լծակներ չեք ունեցել։ Վանաձորի գործարանը պետք է վերագործարկեք ու ձեզ ոչ մեկ թույլ չի տվել։ Երբ որ մենք նկարահանում ենք, այսօր այդ հարցը հնչել է Ինչի Նարեկ Կարապետյան ինքն է պատասխանել է։ Էլի եմ ասում, ես չեմ ուզում բացարձակ իրենց փաստաբանի դերը ստանձնել։ Իմ ասածը նա է։ Դուք ուրիշ բան ասեք, խնդրում եմ։ Դուք ինձ ասեք, դուք Ես երբեք, ներողություն, ես երբեք ոչ մի փուլում
պետականության քանդման ու մսխմանը մասնակից չեմ եղել։ Երբեք ոչ մի ձևով։ Հա։ Ոչ մի Հիմա ձևով։ մարդիկ որ Ռուսաստանում աշխատել են, Այդ ինչ որ մարդուն ընթացքում, հանգիստ թողեք։ բայց դե Այդ մարդուն դուք չեք հանգիստ թողել, դուք եք արտահայտություն արել, որի հետ կապված։ Ես իմ բարերին պատասխան եմ տալիս, ասեմ ամենայն հարգանքով իր նկատմամբ իր ներդրումները ինքը բարերար է, այո, դրանում խնդիր չկա։ Բայց իմ համար առնվազը ընդունելի չի այն մարդիկ, ովքեր ներգրաված են process-ի հետևում կանգնած են, որտեղ դրանք նույն կոնյունկտուրայի ներկայացուցիչներն են, դա չի նշանակում, որ ես իրենց վատաբանում եմ։ Դուք քարիք նետում ընդդիմադիր մի Ես չեմ համարում իրենց ուժի վրա, Ինչով եմ ընդդիմադիր։ Ես եմ 2 միլիոն դրամ քաղաքացիական պայմանագրի հիմնադրամին փոխանցել։ Մի քանի ամիս առաջ ես։ Մի քանի ամիս առաջ։ Հա, 2025 թվական ես։ Հա, ով է փոխանցել։ Դե ինձ թվում է դուք գիտեք, ես իզուր մի խոսքով։ Հա։ Ես եմ դա արել, ես եմ ամեն առով համագործակցության գնացել։ Ասում եմ, այն մարդկանց, որ դուք համարում եք անտիմադիր, դուք ունեք ձեր չափանիշ, իմ համար այդ չափանիշները չկան։ Դուք չափում եք Հավասարության նշան եք դնում ԿՊ-ի եւ քաղաքական որակի տեսանկյունից, այո, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին դեմ լինել այն ժամանակ, երբ որ ձեզ են դիպչում, դա անդիմադիր չի։ Ու Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկել հայրոյելով Նիկոլ Փաշինյանին, դա անդիմադիր լինել չի։ Սա շատ տարբեր է։ Չեք կարող անդիմադիր լինել ու Նիկոլ Փաշինյանի հետ գնաք միայն սոցիալական խնդիրների հարթությունում։ Բայց սոցիալական խնդիրների հարթությունը չի, պարոն Պետրոսյան։ Ում օրոք այդ Արցախի հայաթափումն եք մատնանշում։ Ում օրոք Արցախը հայաթափվեց։ Բնականաբար ես միշտ եմ ասել, դրա միակ մեղավորն ու պատասխանատուն ներկա իշխանությունն է, ինչ խնդիր կա դրանում։ Հա, բա ոնց եք հիմա դուք համարում եք Նիկոլ Փաշինյանին չարիք երկրի մարտահրավերների բազմիցս ասել եմ ի տարբերություն շատերի։ Ես ասել եմ, որ ներկա իշխանությունը մեր ազգային անվտանգության հիմնական եւ գլխավոր սպառնալիքն է։ Բա հիմնական սպառնալիք եք ասում, գլխավոր սպառնալիք։ Հիմա հիմնական սպառնալիքին թողած դուք ընդդիմադիրներին եք հարվածում։ Ես երբեք չեմ գնալու չարիած փոքրագույնի ընտրության ճանապարհով։ Ես չեմ ուզում սպառնալիքը կերպափոխեմ կամ տրանսֆորմացնեմ։ Ես ուզում եմ սպառնալիքը հաղթարեմ։ Նիկոլ Փաշինյանը այս քաղաքական համակարգի կատարյալ դրսևորումն է 30-ից ավել տարիներ, որտեղ ձեր նշած ուժերը եւ նրանց կապերը բոլորը մասնակից են եղել այս իրականության։ Պետության մսխման ռեսուրսների մեծ տված պատմական պատուհանի, պատմական ժամանակի մսխման մեջ բոլոր ունեցել առանցքային դերակատարում։ Վատ էին կառավարում, դրա համար մերժեցին իրենց եւ եկավ այլ իշխանություն։ Ոչ ոք չի ասում, որ շատ լավ են, իդեալական են եղել, ոչ մեկ իրենց ճակատը չի պատճում նախկինների, այսպես ասած։ Մենք չենք ասում իրենք շատ լավ են կառավարել, բնավ վատ է եղել, լիքը բան այն չի եղել, դրա համար ժողովուրդը ոտքի կանգնեց եւ դրա համար մերժվեց, եկավ նոր իշխանություն, բայց տեսանք ինչ եղավ հիմա։ Հիմա իշխանությունը այլ է, բայց դուք էլի համենտեղ եք սրա խոխողանում, համենտեղ եք սրա խոխողանում։ Հիմա ես ասում եմ, այո, ներկա իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, բայց ես չեմ ուզում վերադառնամ այլ անվտանգության սպառնալիքներին։ Ես չեմ ուզում վերադառնամ այն մարդկանց, ովքեր պատճառն են եղել նման իշխանության ձևավորվելու, սա է կարևոր։ Ու այդ թեզը ամենակեղծ օրակարգն է։ Հայաստանի Հանրապետությունը։ Դուք ասում եք, եթե պիտի Փաշինյանը գնա, բայց գա ենթադրենք օրինակի Հայաստանի Հանրապետությունում երբեք հեղափոխություն չի եղել։ Հայաստանի Հանրապետությունում եղել է իշխանության հանձնում։ Եվ այն մարդիկ, ովքեր շատերը իրենց ներկայացնում են որպես անդիմադիր, նրանք իրականում իշխանության կրող են։ Եվ մինչև ինձ անդրադառնալը համասում եք փոքր ուժ եւ այլն, անդրադարձեք եմ մյուս մի հատ դերակատարին, ասեք երկրորդ եւ երրորդ նախագահ, բա դուք հայրենիքի ազգի գինը իմացող եւ այլն մարդիկ, խի եք իրար ոչնչացնում քաղաքական առումով։ Հարցնում ենք։ Դե, այս նույն ձևի հարցրեք։ Ոնց որ ինձ եք հարցնում։ Ավելի վատ ենք հարցնում, այնպես չի որ իրենց խնայում են կամ այլ ասենք ուրիշ ձև ենք։ Ես միայն եւս մեկ անգամ ասում։ Ինչ ձև եք ուզում հարցնեմ, ասեք։ Այդ մարդկանց հետ ես ոչ անձնական, ոչ մի առումով, ոչ մի խնդիր չունեմ, իմ խնդիրը որևիցե մեկին վարկաբեկելը չի։ Իմ խնդիրը իրականության մասին խոսելն էլ իրականությունը կարողանալ փոխելը։ Դուք չեք կարող անդիմադիր լինել, բայց սպասարկեք Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մեր խնդիրները այսօր սոցիալ-տնտեսական են։
Ձեր ասած ուժը մեր ձևով նույնն է ասում է այո, աշխատավարձ, չգիտեմ, թոշակ եւ այլ, այսինքն մենք այս գլոբալ խնդիրները Արցախի հանձնումով, երկրի վեկտորի փոփոխություններով, չգիտեմ, խորքային թուրքական օրակարգի սպասարկումով, ամեն ինչ հետ նորմալ ենք։ Սա քաղաքակրթական հանցագործություն է, հասկացեք, երբ որ դուք ընդդիմադերի քողի տակ հասարակությանը հարմարեցնում եք այդ օրակարգերին, որ հասարակությունը ձեզ դիտարկելով իբր այլընտրանք, այլևս հարմարվում այս իրականությանը, ասում որ այնտեղ այլևս վիճելու հարցը չկա։ Մեր հակասությունները մեծ սոցիալական են։ Դրա համար եմ ասում։ Դա ԿՊ-ի թեզերից է, պարոն Պետրոսյան։ ԿՊ-ն է ստեղծել այդ սևի ու սպիտակի, եթե ես չլնեմ գալու են նախկինները բոբոին, այդ իր թեզն է։ Չէ, նաև պարլամենտական ընդդիմության, տեսեք, օրակարգ էսպիսին է։ Ասում է, եթե դու Նիկոլ Փաշինյանին դեմ ես, պետք է իմ հետ լինես։ Նա էլ ասում է, եթե դու նրանց հետ ես, պետք է իմ հետ լինես։ Ես ասում եմ, ոչ, քաղաքականությունը շատ բազմաշերտ է։ Եվ ձեր նեղմիտ օրակարգերը, որ սպասարկում են բացառապես ձեր խմբային շահ, ինձ մի պարտադրեք, ինձ ոչ մեկ օրակարգ չի կարող պարտադրի։ Եվ նաև հենց ձեր ռեսուրսները, որ գոնե դրա մի տոկոս ինչքանը ներդրել եք ԶԼՄ-ների մեջ, որ հանրային կարծիքը պահեք մանիպուլյացիայի մեջ, դրա մի տոկոսը ներդնեիք պետության զարգացման մեջ, մենք այլ իրականություն ամբողջությամբ կունենայինք։ Ու մարդկանց տալիս են այդ լրատվական միջոցների շնորհիվ այդ նեղ օրակարգերով հանկարծ մեկը փորձի այդ օրակարգերից դուրս գալ, ֆեյքերով, մնացածով վարկաբեկում են այդ ձայն փոշիացնողները, Նիկոլ Փաշինյանի օրակարգ սպասարկողները եւ այլն, այնինչես մարդիկ ուղիղ Նիկոլ Փաշինյանի օրակարգ են սպասարկում։ Բայց բոլոր հարցումներով, պարոն Պետրոսյան, երբ որ նայում ենք հարցումների տարբեր արդյունքներ, չգիտեմ, դուք ձեր սեփական հարցումների իրականացրել եք, ինչ պատկեր եք տեսել այդտեղ, թե չէ, բայց հենց մենակ օրինակ վերջին Գելափի հարցումները վերցնենք, ընդդիմադիրներից ամենաշատ ձայներ հավաքողը ուժեղ Հայաստանն էր, Անցողիկ Շեմը հաղթահարում էր նաև Հայաստան դաշինքը, Արման Թաթոյանը, մի խոսքով, այս պատկերն էր մոտավոր ձևավորվել, ու եթե այնպիսի իրավիճակ լինի, որ ընդդիմադիրների ձայները իրար միացնելով կհաջողվի, ինչպես դուք ասեցիք, անվտանգային թիվ 1 սպառնալիքը վերացնել, դուք ոնց հասկանում եք։ Բայց ես ասացի, որ այդ ընդդիմադիրները սպառնալիք չեն։ Հա, այդ է ուզում ասել, չնայած խոսքից արդեն գիտեի բնականաբար հասկանում, բայց ուզում եմ նաև երկրորդը, եթե դուք կարծում եք, այս սոցհարցումները իրականության հետ աղերս ունեն, մենք ընտրությունից հետո այդ թվերին եւս մեկ անգամ կնայենք։ Դրանք բացառապես հանրային կարծիքը մանիպուլացնելու համար է։ Դուք անում եք, բայց ձեր իրական բանը իմանալու։ Բնականաբար անում ենք, այս պահին դեռ չենք ավարտել, բայց սրանից մոտ 1 տարի առաջ այլ հարցում փոքր, բայց բնականաբար արել ենք։ Հիմա վերադառնանք ձեր ուժին։ Հիմա տեսեք, այդ PR եւ այլը մնացած PR-ի գործիքը ավելի շատ է, ոչ թե հասարակությանը ներկայացնում են իրական պատկերը ինչպիսին է, այլ մարդկանց մոտ ձևավորում են հանրային կարծիք, հանրային տրամադրություններ։ Եվ իմ խորին համոզմամբ, սա սրա միակ կազմակերպման իմաստը մի ուժի ցույց տալ է, որ մի ուժը նվազագույն շեմը հաղթահարում է։ Միակ կազմակերպման իմաստը դա էր։ Եթե հիշեք 2021 թվականին նույն Գելափը հարցում էր արել եւ Եվի 180 աստիճան, եթե չեմ սխալվում, սխալ էր էլի ցուցանիշները։ Ասել էր Նիկոլ Փաշինյանը 20%, Ռոբերտ Քոչարյանը 40%, մոտավորապես այսպիսի մի բան էր։ Մոտավորապես եմ ասում։ Այնինչ ճիշտ հակառակն էր։ Դրա միջոցով երկրորդ նախագահին, այսպես ասած, հա, տվել էին այդ օրակարգ, որ դուք արդեն հաղթած եք, ու օրինակ եմ ասում, հա, օրինակ եմ ասում, մարդիկ Հալաբյան փողոցում տասնյակներով շինարարություն էին անում ապօրինի, ասելով որ վաղը միևնույն է Ռոբերտ Քոչարյանը հաղթել է։ Մենք այս ապօրինի շինարարությունները օրինականացնելու ենք։ Մի օրինակ եմ ասում։ Բայց դա ի վնաս Քոչարյանի էր այդ դեպքում, որովհետև նաև Քոչարյանը կարող արխային ընկներ, ասել կրելու ենք ու չկրեց։ Բնականաբար նույն բան հիմա է կատարվում։ Այսինքն փափուկ բարձ են դնում, արխայնացնում են, այսպես ասած, ընդդիմությանը, որ մտածեն անցնելու են։ Ընդդիմության մեջ խնդիրներ կա, ճակերտավոր ընդդիմության։ Հա։ Ընդդիմության ոնց որ այն ժամանակ է դուք մտածում եք երրորդ նախագահ այդ հարցումները կազմակերպելով չեր իմանում ինչ անում, ես այդպես չեմ կարծում։ Սա իշխանության համար որևիցե մեկը չի պայքարում։ Խնդիրը այս պահին ընդդիմության համար է, ոչ մեկ իշխանություն չի ուզում։ Հիմա դուք գիտեք Տիտղոսակիր ընդդիմության, այն կարկառուն ընդդիմությունը,
Դուք գիտեք, որ իրենք իրոք հավատում են, որ իրենք իշխանություն են ունենալու։ Դուք իրոք դրան հավատում եք, որ իրենք հավատում են։ Կամ եւս մեկ անգամ, որտեղ նստում եւ վեր են կենում, ասում են մենք բացարձակ մեծամասնություն ենք հավաքելու, ճիշտ է։ Հիմա թե դուք բացարձակ մեծամասնություն եք հավաքելու, դուք շատ ուրախ պետք է եք յուրաքանչյուր փոշիացված ձայնի համար, որովհետեւ համամասնորեն ձեզ ավելի շատ տոկոս է գալու։ Այո։ Որտեղ եք խափում բա մարդկանց։ Եք խափում։ Որ օրակարգնա ձեր կեղծ։ Ուրախ եղեք, ասեք հակառակը շատ մասնակցեք։ Հա։ Ձեր խոսույթները անգամ չի համընկնում, որ դուք ստում եք ժողովրդին, դուք ընդհանրապես ուզում եք ընդդիմություն աշխատեք։ Իսկ երբ որ ես այդքան նաև թիրախավորում եմ այս ընդդիմությանը, եւս մեկ անգամ ասեմ, ընդդիմությունը ազգային անվտանգության առաջնային կոմպոնենտ է։ 21 թվականից հետո որ խնդիրն է եղել, որ ընդդիմությունը կարողացել է լուծել եւ որ հակապետական եւ ապազգային գործառույթը կամ քաղաքականությունն է կարողացել ընդդիմությունը զսպել։ Դուք Նիկոլ Փաշինյանին ասում եք պետք է հեռանաս, որովհետեւ չես արել այն, ինչի համար մանդատ է ստացել։ Իսկ դուք արել եք այն, ինչի համար մանդատ եք ստացել։ Բնականաբար ոչ։ Դրա համար ասում եմ դուք չեք կարող վերարտադրվել։ Չլինի ընդդիմափոխություն, չի լինելու իշխանափոխություն, մոռացեք։ Դե համար ես երբեք իրենց դեմ չեմ պայքարում։ Իմ համար Նիկոլ Փաշինյանի եւ իրենց մեջ քաղաքական, որակական 0 տարբերություն։ Բոլորի համար գերխնդիրն է մնալ դաշտում, իրենց տեղերում, իսկ ընդդիմության համար հիմնական առավելությունը նա է, որ նրանք կրկին մնան ընդդիմություն, քննադատեն իշխանությանը, բայց որևէ պատասխանատվություն չկրեն իրականացող քաղաքականության համար։ Սա հավատացեք, ամենակատարյալ իրավիճակն է։ Դուք միայն քննադատում եք, օգտվում եք մանդատի տված առավելություններից ու պատասխանատվություն չեք կրում։ Ամենաֆանտաստիկ գործն է Հայաստանի Հանրապետությունում։ Պարգևավճարներով, չգիտեմ, հսկայական առավելություններով, աշխատավարձերով միայն քննադատի օգտվի առավելություններից, պարգևավճարներից ու պատասխանատվություն մի կրի։ Սրանից ավելի լավ գործ ինչ որ մեկը կարող է պատկերացնել։ Պարոն Պետրոսյան, Դրա համար ասում եմ ձեր տեղում ընդդիմադիրներ բազմաթիվ նստած են եղել ու շատ թեժ զրույցներ ենք մենք ունեցել, այդ նույն ձեր հարցադրումները ես հնչեցրել եմ նաև նրանց, ու իրենք որպես կանոն պատասխանել, որ մենք համաձայն ենք, չի եղել այնպես ինչպես ուզում ենք, բայց մենք փորձել ենք, մենք պայքարել ենք, մենք ամեն ինչ արել ենք, որ այլ իրավիճակ ունենանք, չի ստացվել։ Ճիշտ է։ Հիմա եթե չեք արել, չեք կարողացել անել։ Չեք կարող հավակնել։ Չեք կարողացել անել։ Ամեն անգամ արել եք ավելի վատ ձեր միջոցով իշխանությունը մարսել է յուրաքանչյուր հակապետական արարք, ապա թողեք գնացեք։ Մանդատները վայր դրեք, գնացեք րոպե առաջ։ Նույն հաջողությամբ, նույն խոսույթը ունի Նիկոլ Փաշինյանը։ Ասում է, եղբայր, ես ամենալավն եմ ուզել։ Ամեն ինչ արել եմ, բայց եկա մի կետի հասա, որ տեսա, որ մենք միֆերի մեջ ենք ապրում, այլևս չեմ կարող։ Հիմա դուք Նիկոլ Փաշինյանից ինչով եք տարբերվում։ Նրան ասում եք, որ եթե չես կարողանում գնա, այն մարդիկ կգան, ովքեր կարողանում են, բայց դուք ասում եք, մեզ խղճացեք, մենք փորձել ենք, բայց չենք կարողացել։ Ասում դուք գնացեք։ Որ դուք գաք պարլամենտ, ինչ եք անելու։ Դուք եք էլի այդ նույն պարգևատրումներից օգտվելու, էլի բարձր աշխատավարձ եք ստանալու, չգիտեմ, հանձնաժողովներում տեղեր կունենաք, թե չէ ծառայողական մեքենաների, գործուղումներ, հա, ազգային ժողովում էլ ամեն չորեքշաբթի կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխան, մի հատ սուր սենց հարց կճպացնեք, պատասխանը կլսեք ու կանցնեք տներով։ Լսեք, որ գանք, այդ ժամանակ կտեսնեք, թե ինչ է կատարվելու։ Համար մինչև անգամ գալը, ասում եմ, 2000 անգամ ռեսուրս չունենալով 2024 թվականի շարժումը նայեք, երբ մարդիկ ունեին վստահություն ու ինչ էր հնարավոր անել։ Սա ընդամենը մեզ համար լինելու է հարթակ եւ միջոց ստանալ հասարակության ավելի մեծ աջակցություն։ Երբ որ մենք կտեսնենք, որ մենք մնացել ենք նույն տեղում, մենք ուղղակի աշխատավարձ ենք ստանում։ Հավատացած եք, մենք 5 րոպե հետո այդ մանդատները կլքենք։ Ու այտենց նույն ընդդիմությունն էլ էր ասում, նույնն էլ Փաշինյանն ասում է, երբ որ գամ ժողովուրդը ինձ դեմա կկանգնեմ գնդակահարության պատի տակ, այնպես որ դրա համար նայեք մարդկանց անցած ճանապարհը։ Մարդկանց անցած ճանապարհը նայեք, տեսեք մարդկանց խոսքը իրենց
արարքի հետ արդյոք համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Իսկ որ գաք իշխանություն դառնաք, պարոն Պետրոսյան, որոնք են ձեր առաջնահերթ քայլերը, որոնք դուք կփոխեք, որն է այս իշխանության գլխավոր ձախողումը, որտեվ թրիփի տարբեր բաների հետ կապված ամեն մեկը տարբեր պատկերացումներ ունի, օրինակ Ալեն Սիմոնյանը գտնում է, որ մեր երկրի անվտանգությունը կախված է Ադրբեջանից եւ Ադրբեջանինն էլ մեզնից է կախված։ Հիմա ձեր դիրքորոշումը անվտանգային հարցերով ասեք եւ ձեր անելիքները ու ամփոփենք մեր զրույցը։ Որտեղից սկսեմ։ Անելիքներից։ Ուրեմն անելիքներից ամենակարևորը առաջինը պետք է հասարակությանը դուրս բերել այս հոգեբանական եւ մենթալ պատերազմներից։ Այն քաղաքական դերակատարները, որոնք որ գործում են եւ հասարակությանը պահում են պարալիզված եւ կեղծ օրակարգերի մեջ, պետք է նրանք հնարավորինս արագ չեզոքացվեն եւ այդ օրակարգերը հնարավորություն չունենան տարածել։ Սա մեկ։ Սա իմ ուղղակի ցանկությունը չեմ ասում, սա անհրաժեշտ նվազագույն պայմանն է հասարակության եւ պետության առողջացմանը տանելու համար։ Այսօր ամենախորքային եւ ամենամահաբեր պատերազմները մեզ ուղված, դրանք մենթալ պատերազմներն են, որոնք ուղղված են մարդու մտքին եւ գիտակցությանը, որը ֆանտաստիկ իրականացնում են իշխանություն եւ պարլամենտական անդիմությունը։ Ուրիշ ոչ մի բան, առաջինը սա է, առաջինը որից հետո հնարավոր կլինի հասարակությանը տալ առողջ օրակարգել, ձևավորել աշխարհընկալում ճիշտ, տեղի ունեցող խաղի կանոնների վերաբերյալ աշխարհում, մեր միջավայրի, ինքներս մեր ու մեր տեղի ու դերի։ Մեզ մոտ այս բոլոր 4 կոմպոնենտները խորքային խախտված են։ Մենք պատկերացում չունենք աշխարհում ինչա տեղի ունենում։ Մենք խաբում ենք աշխարհում տեղի ունեցող խաղի կանոնների վերաբերյալ։ Ուշադրություն դարձրեք մեր ընդդիմադիր եւ իշխանական խոսույթը։ Մեկը ասում է մեզ երաշխավորված ապագա է սպասվում, խաղաղություն, մեզ մի քանիսը կերաշխավորեն, մեկը ասում է մեր Ադրբեջանն է մեր երաշխավորը, մեկը ասում է սա խորքային քաղաքական իմաստով տգիտություն է, սա հասարակությանը մանիպուլացնել եւ էյֆորիայի մեջ գցել է։ Առաջինը հասարակությանը այս վիճակից դուրս բերելն է, ամենակարևորը։ Այդ օրակարգերի գեներացումն է։ Դրանից հետո համար 1 պետք է էլիտայի հավաքագրում վերհանում իրականացնել ազգային ռեսուրսի համախմբում համար 1 խնդիրը մեր միակ ռեսուրսը դա մարդկային կապիտալն է ուրիշ ռեսուրս մենք չունենք իսկ մենք այդ ռեսուրսից այս 30 տարիներից ընթացքում նաև ձեր նշած ճակերտավոր անդիմադիրների ձեռամբ բոլորից ազատվել ենք ուղակի դա համար Հայաստանը ոչ կա կրթություն ոչ կա գիտություն ոչ մի բան Իսկ փոքր պետությունները կարող են լինել կենսունակ բացառապես այն ժամանակ, երբ որ ունեն որակյալ մարդկային ռեսուրս։ Մեր միակ առավելությունը դա է, փոքր պետությունները չեն կարող գնալ քանակի ճանապարհով, նրանք կարող են գնալ բացառապես որակի ճանապարհով։ Իսկ այս 30-ից ավել տարիների ընթացքում Հայաստանում ինչքան մրցունակ գիտնական կար, մշակութային գործիչ կար, մեծ մասը լքեց Հայաստանը։ Այնինչ մենք ունենալով այս պատմական պատուհան եւ անկախ պետությունը, պետք է կարողանանք ոչ միայն այդ մարդկանց կենտրոնացնել Հայաստանում, այլ եթե չկարողանանք, այլ նաեւ տարբեր թելերով կապեինք Հայաստանի հետ, Հայաստանը կապեինք իրենց կապեինք Հայաստանին։ Եվ սրա վառ օրինակը ես այդ հաճախ եմ վերում, մեքենայի օրինակի վրա բերեմ։ Պատկերացրեք Mercedes Magnus-ի մեքենա, նոր արտադրության 2026 թվականի, օրինակ S-դասի ավտոմեքենա։ Եվ օրինակ Volga մեքենա ռուսական արտադրության։ Երկուսի պարագայում արտադրության համար ծախսվում է, օգտագործվում է նույն քանակությամբ հիմնականում մետաղ, չգիտեմ, ապակի, պղինձ եւ այլն, պլաստմաս եւ այլն։ Հա Բայց մի դեպքում Mercedes են ստանում, մի դեպքում ստանում են Volga, որը արժե $10,000, մի դեպքում ստանում են S-դասի Mercedes, որը արժե $200,000։ Տարբերությունը որն է, նույն հումքն է օգտագործում։ Միակ տարբերությունը դրանց հիմքում դրված գիտելիքն է։ Այդ գիտելիքը մեր մարդկային կապիտալն է, որը մենք բոլորին ուղղակի անխտիր վանել ենք, անխտիր։ Մեր խնդիրը պետք է լինի մարդկային կապիտալի էլիտաների վերհանումը եւ մեկտեղումը։ Դրանից հետո տեղի է ունենում կոնսենսուսային գաղափարի ձևավորում։ Այսօր հայ ազգը եւ հասարակությունը չունի կոնսենսուսային գաղափար։ Կուշտ ապրելը կոնսենսուսային գաղափար չի։ Սա կործանման տանող ուղիղ ճանապարհը, որը առաջ է տանում իշխանությունը եւ նաեւ սպասարկում է պարլամենտական անդիմությունը այդ օրակարգը։
կործանման տանուղ է, կոնսենսուսային գաղափար, որովհետև գաղափարներն են կերտում իրականությունը եւ ոչ թե իրականությունն է ձևավորում գաղափարներ։ Սա է ամենակարևորը։ Եթե ազգը չունի նպատակ, ինքը ուղղակի դատապարտված է, եթե ինքը չունի առաքելության զգացողություն, ինքը եւս դատապարտված է։ Մեր խնդիրները շատ ավելի խորքային են։ Դրա համար, երբ ես ասում եի կամ թեկուզ խոսս քննադատական կան չէ, նախկին ներկա իշխանություններ եւ այլն, իմ խնդիրը ոչ մեկին վարկաբեկել է, իմ խնդիրը խորքային վերաիմաստավորումն ու վերարժևորումն է։ Նույն մարդկանցով, նույն արժի համակարգը կրող մարդկանցով, այն մարդկանցով, ովքեր իրենց փորձով ցույց են տվել իրենց կարողությունները, չես կարող այլ բան ստանալ։ Չի լինելու այդպիսի բան։ Հինը այլևս չկա, բայց նորը դեռևս չի ձևավորվել։ Հիմա սա շատ կարևոր շրջափուլում ենք մենք գտնվում, եւ հասարակությունը պետք է սա շատ լավ իմանա։ Ինքը ուզում է վերադառնալ կրկին անցյալ, որը վերակենդանացնել ուղղակի հնարավոր չի, ֆիզիկապես հնարավոր չի անցյալ վերադառնալ, թե ինքը իր ռեսուրսները ուղղում է նորը ձևավորելու համար, որը համապատասխան կլինի մեր աշխարհաքաղաքական իրավիճակին, մեր ներկա համատեքստին, մեր հավակնություններին եւ այլն եւ այլն։ Բայց քաղաքական դաշտում նոր մաքուր դեմքեր գտնելը չափազանց բարդ է։ Որովհետեւ ում անունը տաս, եթե իհարկե այդ մարդը ունի անցյալ, ունի կենսագրություն, ինչ որ բան իրենից ներկայացնում է, հաստատ ինչ որ նախկինի հետ է կապված կամ մի խոսքով դուք էլ գիտեք, որ այդպես է։ Գիտեմ, բայց տեսեք, մարդ պետք է նաեւ կարողանա այդ հարվածներին դիմանալ։ Հիմա տեսեք, ես չեմ ուզում ուղղակի մեր համար, լավ ուղղակի խոսքեր ասել, բայց հիմա մենք բնականաբար յուրաքանչյուր մարդ անկախ տարածված այդ ամեն ինչից, մենք բնականաբար որևիցե բանում նախկին չենք, բնականաբար։ Բայց նաև անցել ենք խորքային եւ լրջագույն process-ներով, որտեղ ստացել ենք հարվածներ։ Մարդը պետք է իմանա, որ չի կարելի ինչ-որ մեկին քվեարկել, ով պատահական այս պահին ուղղակի հայտնվել է, ով process-ներով չի անցել։ Շատ կարևոր է անցնել process-ներով, քաղաքական գործընթացների մեջ, քաղաքական խավարանով։ Այո, եթե ինչ-որ մեկը մտածում է, եւ հասարակությունից ցավոք շատերը այդպես են մտածում, որ գիտեք ինչ, մարդը պետք է լինի, օրինակ եմ ասում, ամբից։ Այո։ Չի կարող ամբից, այո, ամբից մարդը ոչ մի բան չարած մարդն է։ Մանավանդ մեր պարագայում, երբ մենք ուզում ենք գնանք քաղաքական համակարգի խորքային փոփոխության, խորքային եւ ըստ էության նաև պայքարում ենք քաղաքական համակարգի դեմ, հնարավոր չի այդ ճանապարհին քեզ հարվածներ չնետվեն։ Հարվածներ կլինեն, բայց անխոցելի լինել հնարավոր է։ Բնականաբար, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ պետք է դուք միշտ լինեք սպիտակ վերնաշապիկով, փայլփլուն շորերով, որևիցե մեկը ձեզ ինչ-որ մի բանով չկարողանա մատնացույց անել, ուրեմն դուք հաստատ իմացեք դուք պրոյեկտ եք։ Հաստատ իմացեք, այն մարդը, ով հանկարծ ի հայտ է գալիս առանց process անցնելու եւ միանգամից ամբողջ համակարգը այսպես իրեն բարձրացնում է վեր, խելոք մտքերի մնացած եւ ինքը ուղղակի պրոյեկտ է, չի կարող այդպիսի բան լինել։ Ոնց է լինի մի բան կգտնեն։ Չի կարող այդպիսի բան լինել։ Իմ ասածը նա է, որ պետք է process-ի միջով անցնել։ Չեք կարող ակնկալել քաղաքականությունից, որ դուք ստանալու եք միայն դափնիներ, հեսամտակ քաղաքականություն, երկու խելոք բառ ասեցիք ու մի քիչ արագ-արագ այսպես ճարտասանությամբ բարձր մակարդակ դասավորեցիք, ասեցի վերջ, ոչ, դուք պետք է գետնի վրա նաև ցույց տաք ձեր կենսունակությունը։ Եվ երբ ես խոսում եմ օրինակ ընդդիմության մնացածի մասին, որ ասում եմ մանդատները պետք է վայր դնեն, ես դրանով չի ասում մանդատները պետք է վայր դնեն եւ այդ մանդատների հնարավորությունը ինձ տան։ Չէ, մարդիկ ունեն իրենց նեղ անձնական շահը։ Նեղ անձնական շահը ունեն։ Հիմա իմ խնդիրը եւ մեր խնդիրը ընդհանրապես նրանցից ինչ-որ բան աղերսելը չի, կամ նրանցից բարոյականություն քաղաքական տեսանկյունից ակնկալելը չի։ Եթե դուք մտնում եք դաշտ, պետք է պատրաստ լինեք, որ դուք պետք է անցնեք այդ փորձություններով։ Ոչ մեկ ձեր իր տեղը ձեզ չի զիջելու։ Ոչ ոք։ Դուք պետք է լինեք կենսունակ, հարվածներ ստանաք, հարվածներ տաք, ընկնեք, վեր գնաք, բայց շարունակեք ձեր ճանապարհը։ Քանիսին գիտեք, որ ճանապարհը շարունակել են։ 1-2 տարի պաթոսային 2 ելույթից հետո միանգամից տեսնում են անհաջողություն ու բոլորը հավաքվեցին եւ գնացին միանգամից տուն։ Այդպես չի քաղաքական գործընթացը։ Եվ մի մնացածն էլ պատկերացնում են, եթե դուք նոր եք ստեղծվել, միանգամից 15% պետք է հավաքեք։ Եթե չէ, հանկարծ չմտեք, որտեղ ձայն եք փոշի ասնելու։ Սրանք կեղծ օրակարգեր են։ Հակառակը պետք է խրախուսեք, որ նոր ուժերը
մտնեն դաշտ եւ դուք էլ աջակցեք այդ նոր Դուք ուժերին։ ոնց եք քարոզարշավը անելու, որովհետև տեսնում եք Փաշինյանը արդեն շատ վաղուց սկսել է իր քարոզարշավը, չգիտեմ, բոլորը։ սրտիկներ, Բոլորը, ոչ միայն պաչիկներ, ինքը։ խորոված փարթիներ, հիմա էլ որոշել է մայիսի 1-ը նշել հանկարծ աշխատավորների տոնը, որը չէինք տեսել նախկինում, բայց դուք ինչ եք անելու, ինքը ունի վարչական ռեսուրս, Մեր միակ ռեսուրսը մարդկանց հետ հարաբերությունն է։ գնալու եք դռնեդուր տնետուն, հա, Բնականաբար, ոչ թե դռնեդուր տնետուն, Ինչ եք ասելու։ ցանկացած բոլոր գնալու եք, հարթություններով։ ասելու եք, էսի քխայանի քխա, ինձ ընտրեք, Չէ, ասելու ենք այն օրակարգը, որի մասին խոսեցինք։ Ասելու ենք, որ նաև մեծ ձայն տալով դուք սկիզբն եք դնելու հայկական պետության ձևավորմանը, բովանդակայություն նոր։ Ու այս հերթականությամբ մենք երբեք ոչ միտեղ որ գնացել ենք այսքան ժամանակ չեն խոսել ոչ թոշակների մասին, որ դրանք սուտ է եւ կեղծ օրակարգեր են։ բայց մարդկանց հետաքրքրում է։ Հետարքրում է, բայց եթե ես մարդու թոշակը չեմ կարողանալու բարձրացնեմ, գնամ իրեն ասեմ, ինձ ձայն տուր թոշակը բարձրացնեմ, խափեմ այդ մարդկանց։ Մենք ասում ենք մարդկանց բացառապես այն, ինչ հնարավոր է այս բան իրագործել եւ ինչին մենք հավատում ենք։ Եվ հավատացեք, մարդիկ դա շատ լավ տեսնում եւ հասկանում են։ Մեր միակ ռեսուրսը մեր հասարակության եւ ժողովրդի հետ անմիջական շփումն ա եղել։ Մեր ունեցած էլեկտրոնային հարթակներից զատ գետնի վրա շփումները, որը մենք անում ենք շատ երկար ժամանակ, շատ երկար։ Եվ հենց այս շփումներն են ձևավորում իրական վստահություն եւ մենք ոչ մի անգամ բեմադրված կադրեր չենք հրապարակել։ Ես համոզված եմ, դուք գիտեք, որ 99%-ը անում են բեմադրված, հա, գյուղում դիմավորեցին, չգիտեմ, կառը մորթեցին, եկան, համբյուրեցին ճակատ, ասեցին, մենք ձեզ ենք սպասում։ Կամերաները խնդրում եմ, ասեք թող անջատեն, եկեք այդ նույն գյուղը մի հատ էլ միասին մտնենք, տեսեք, ու դիմավորում են, թե ոնց են դիմավորում։ Մենք երբեք այդ ճանապարհով չեն գնացել, մենք չեն գնացել մարդկանց մոտ պատրանքների ձևավորման, որ գիտեք մտան, բոլորը եկան, խոնարհվեցին, ասին մենք ձեզ ենք սպասում։ Երբեք հակառակը իրական շփումները միշտ եղել է առանց տեսախցիկների, որովհետև ուզեցել ենք ոչ թե մարդիկ մեզ ճանաչեն միայն, այլ առաջինը ուզեցել ենք մենք իրենց ճանաչենք։ Եվ դրա համար շատ հարցերի շուրջ ես այսօր շատ ավելի վստահ եմ խոսում, որովհետև մենք ոչ միտեղ բեմականացումներ չենք արել։ Ոչ միտեղ մարդկանց հետ շփվել ենք իրական, եղել ենք անկեղծ, ասել ենք այս սա է մեր ճանապարհը, սա ենք ուզում, կաջակցեք, անչափ շնորհակալ կլինենք եւ վստահեցնում ենք, որ չեք սխալվի, բայց սա է։ Եթե այս բանն եք ուզում մեզից լսեք, որը մենք չենք անել, մենք չենք կարող դա ձեզ խոստանալ։ Եվ բոլորի հետ հնարավորինս գյուղ առ գյուղ, այս շփումը միշտ եղել է եւ այսօր էլ կա։ Գյուղ առ գյուղ։ Մեր միակ հենարանը ու ապավենը բացառապես մեր ժողովուրդն է։ Լեգիտիմության միակ աղբյուրը բացառապես մեր ժողովուրդն է, բացառապես։ Շատ լավ։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Պետրոսյան, ես չգիտեմ սրանից հետո նեղացակ ինձանից թե Չէ, չէ։ բացարձակ։ Հա, իդեպ ներողություն, որ ասում եք, նոր հիշեցի, որ այդ ասում եք, այս ընթացքում ինչ եք արել եւ այլն։ Օրինակ, օրեր առաջ մենք կազմակերպել ենք երևի իր մակարդակով վերջին ժամանակներում աննախադեպ Պանելային քննարկում։ Գիտաժողովը, որը քննարկում էր մերձավոր արևելքը, մարտահրավերները, նաև մեզ ովաս մարտահրավերները եւ այլն։ Քանի ուժ գիտեք, որ նման մակարդակի օրինակ քննարկում կարող է անել, որը ոչ թե քաղաքական ակցիա էր, այլ իրականում քաղաքական լուրջ մտքի գեներացիա, որը չափազանց կարևոր է մեր այս մանիպուլատիվ օրակարգերի ժամանակ։ Նույնը դրանից ուղիղ 1 տարի առաջ որ ելույթ չլուսաբանեցին, Հայք-Իրան միջոցառումն էր, որտեղ նաև Իրանի դեսպանը ելույթ ունեցավ։ Խորքային կարևորություն ունեցող, նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից ընկալումների առումով որևիցե մեկը։ Դրանից բզատ ասեմ, բոլորը խոսում էին ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու անկարողությունից, չէ՞ որ հնարավոր չի դա։ Առաջիններից մեկը բնականաբար մենք ենք ասում, դա տեսականորեն հնարավոր չի։ Բայց ինչպես այլ հարթություններում մենք մեր խոսքի տակ դրել ենք միշտ հենք եւ հիմք։ 30 տարվա ընթացքում եւ դուք ասում եք, ասել եք, որ Ադրբեջանը իբր մեր թշնամին է, բայց թեպետ այդպես ինչ եք համարել երբեք գործով, որտեղ մի ինստիտուտ չեք ունեցել, որ Ադրբեջանը ուսումնասիրի։ Իսկ ձեր թշնամուն պետք է ամենալավը ճանաչեք։ Ինստիտուտ չենք ունեցել, որ Ադրբեջանը ուսումնասիրի, որ դարձնի մեզ համար ավելի կանխատեսելի։ Դա եմ ասում, դրանք բոլորը նույն որակն են։ Առաջինը մենք ենք եղել, որ Ադրբեջանի գրականության դասագրքերը 3-ից 9-րդ դասարանի թարգմանել ենք հայերեն, միջից հանել ենք հայատյացության օրակարգերը
որպես ապացույց, դա թարգմանել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ներկայացրել նաեւ միջազգային կազմակերպություններին, նաեւ քաղաքական դաշտին, ասել է, որ մեր խոսքը ուղղակի ոչ թե ֆոբիաներ են եւ այլն, չեք կարող մեկի հետ գնալ խաղաղության, որտեղ երեխան ծնված օրվանից սովորում է, որ հայը նայ ում պետք է սպանես, դպրոցում է այդպես սովորում։ Սրա տակ մենք դրել ենք գիտահետազոտական հսկայական աշխատանք, հսկայական ծավալը պատկերացեք, որը նախադեպը չի ունեցել 30 տարի պետականություն եք ունեցել, անգամ նման բան չի եղել։ Անգամ հույները մակում ելույթ ունենալուց մեզ հարցում են անում, ասում են ձեր այդ օրինակը կարող ենք օգտագործել, թե չէ։ Հույները ասում եք այնքան էսպիսի բաներ կարող եմ ձեզ թվարկել, այնքան։ Շատ լավ, ես քաղաքական այլ հարթակներում նկատի ունեի, ես նկատի ունեի, չգիտեմ, ցույցեր, հանրահավաքների կազմակերպում, ժողովրդական համախմբում, դա նկատի քաղաքականություն մենակ ցույցերի մասին չի, այդքանը ձեզ ասացի աղավնոյից սկսած 2024 թվականի տավուշով եւ մնացածով։ Դուք ասում, երբեմն շատ կարևոր գիտակրթական միջոցառումներ դուրս են մնում, այդ թվում նաեւ ԶԼՄ-ների տիրույթից, դրա մասին է, որովհետեւ երբեմն պահանջարկներ եթե մենք այդ ձեր ասած ինչ որ մեկի հետ նվազագույն կապ ունենայինք, հիմա գիտեք մեր համբավը կամ ռեյտինգը ուր էին բարձրացրել հասցրել, նույնիսկ զանգվածային լրատվամիջոցները։ Դու գիտեք ինչ PR-էր ուղակի տեղի ունեցել։ Դեւ այն մարդիկ, երբ որ դրա անգամ 1%-ը բովանդակային չեն իրականացնում, 1%-ը չվիրավորելով ոչ մեկին։ Տեսեք չեղած իրավիճակում, տեսեք մի հատ ինչ փոթորիկ է կազմակերպվում մի բաժակ ջրի մեջ։ Բայց մենք սրան պատրաստ ենք, մենք չենք անում, որ ինչ-որ մեկը պիտի մեզ PR անի եւ այլ։ Այս ճանապարհը խոնարհ կերպով սիրելու, ատելու եւ մնացած բաների տեղը չի, քաղաքականության մեջ մեղր չեն բաժանում, դուք էլ հասկացել եք, որ եք մտնում եւ ճոխ խոսույթներով եւ ճոխ խոսույթներով Facebook-յան անպագորգոր եւ այլն միայն սա չի մեր զբաղմունքը։ Այո, կենացներով, խոսույթով չի բնականաբար։ Ես փորձեցի հնարավորինս բացել ձեզ, որոշ հարցերի պատասխաններ ստանալ, որոնք ինձ համար էին շատ հետաքրքիր եւ ես ինձ համար չունեի այդ պատասխանները, որպես կանոն ես հարցը տալիս գիտեմ մոտավոր պատասխանները կամ թեկուզ 100% ունենում են պատասխաններ, այս դեպքում իսկապես հնչեցվում էին հարցեր, որոնց պատասխանը ես ինքս ուզում էի լսել, որովհետև չէի լսել մինչ այդ, որոշ փակագծեր բացեցիք, որոշը թողեցիք հետոյին, մենք ուշի ուշով հետևում ենք ընտրական գործընթացներին, չգիտեմ սրանց ինչ հետևություններ արեցին, ինչպես ճանաչեցին Սուրեն Պետրոսյանին մեզ հետևողները, մնացածը թողնում ենք հետևորդներին։ Ես առաջարկում եմ, որ դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, կհանդիպենք մյուս շաբաթ ցտեսություն։